Բարև ձեզ, այսօր հերթական չորեքշաբթին է և շարունակում ենք բարձունքի կողմից հանրահռչակված գաղափարական բովանդակային քարտեզի բացազատման ուղղված ինչպիսի երկիր հանդիպումների շարքը։ Այսօր առողջ երկիր խորագրի ներքո հյուրընկալում ենք Աննա Վելիցյանին, ով ծնողի դպրոցի հիմնադիր և տնօրենն է, Libra հոգեբանական աջակցության կենտրոնի հիմնադիրը և Deep Parenting podcast-ի հեղինակ և վարող։ Ընդհանուր թեման ծնողավարությունն այսօր և մասնավորապես կանդրադառնանք հետևյալ ենթաթեմաներին. ծայրահեղությունների դար, կամ ծեծ կամ ամենաթողություն, թվային իրականություն, մենք ծնողների առաջին սերունդն ենք, որ բախվել են գադջեթների մեջ երեխա մեծացնելու մարտահրավերներին, երեխայի կուլտ, չձուլվել, այլ վայելել շոուն, արարիչ թե հովիվ, արդյոք մեր ձեռքերում է կերտել մեր ուզած երեխային, երջանիկ երեխա մեծացնելու պարզագույն բանաձևը, և մենք տանել չենք կարողանում լսել երեխային, ինչ ասել է ակտիվ լսողություն։ Նաև կունենանք հարց ու պատասխան դահլիճի հետ, մինչև 1 ժամ Տիկին Աննան կներկայացնի իր նյութը և հարց ու պատասխան կունենանք նաև դահլիճի հետ։ Խնդրեմ Տիկին Աննա։ Շնորհակալ եմ։ Նախ բարի երեկո, շնորհակալ եմ հրավերի համար եւ շատ հուզված եմ եկել, որովհետեւ մի բան է, երբ ուղակի տեղ ես գնում, մի բան է, երբ բարձունք ես գալիս, ինձ համար է շատ պատասխանատու էր եւ հուսով եմ, որ շատ հետաքրքիր քննարկում կունենանք։ Այն թեմաները, ենթաթեմաները, որ ընթերցվեցին, ես մի քիչ ավելի խառը հերթականությամբ կասեմ, բայց մեծ հաշվով այո, բոլոր այդ թեմաներին կփորձենք այսօր անդրադառնալ։ Ըստ որում ուզում եմ նախապես ասել, որ այն ինչ ես կասեմ, դա դոգմա չի։ Այսօր շատ դժվար է խոսել դոգմաների լեզվով, այն էլ ներկայիս երիտասարդության հետ, որոնց ներկայացուցիչը նաև մեծ լսողներն են այսօր այստեղ, այնպես որ դրանք հարցեր են, որոնց շուրջ արժի մտորել հիմա կամ հետո, եւ հարցեր են, որոնք ես կուզեմ այսօր ձեզ հետ այստեղ քննարկել։ Սովորաբար գովազդային ընդմիջումը վերջում ենք անում, բայց շատ արագ միշտ չեմ հասնում վերջում անել, դրա համար ես գովազդից մարդ եմ, էլի, նաև երկար տարիներ աշխատած, ես կփորձեմ շատ արագ ասել ով ենք եւ ինչ ենք անում։ Մեր մասնագետներն են հիմնականում հոգեբաններ, 1 լոգոպեդ եւ 5 հոգեբան, ովքեր որ արդեն 7-րդ տարին է աշխատում են ծնողների հետ եւ ոնց մենք ենք ասում, մենք այստեղ ենք, որպեսզի դուք վայելեք ծնողավարությունը։ Ինչ ասել է վայելել ծնողավարությունը, դա իրական շատ պարզ բանաձև է, լինել երջանիկ ծնող։ Ինչու՞, որովհետեւ մենք հավատացած ենք, որ եթե ծնողը ինքը երջանիկ չի, շատ մեծ հավանականությամբ նա չի կարողանա մեծացնել երջանիկ երեխաների։ Իսկ մենք երազում ենք նրա մասին, որ մեծացնենք երջանիկ երեխաներ, երջանկության, պոզիտիվության ցենց հորդումա, չէ՞, ամեն տեղից այդ ալիքը, որ պետք է լինել երջանիկ ու պոզիտիվ, դա շատ մեծ կապ չունի իրականության հետ, այն էլ չասեմ մեր իրականության հետ վերջին տարիներին, բայց այո, պետք է ձգտել լինել երջանիկ որպես ծնող, եւ այդ դեպքում շատ հեշտ կլինի մեծացնել երջանիկ երեխաների։ Անում ենք շատ դասընթացներ, սեմինարներ, անհատական աշխատանք ծնողների ու երեխաների հետ, բոլորը ուղղված մի բանին, որ ծնող երեխա իրար ավելի լավ հասկանան, բոլոր խնդիրներով հանդերձ, որոնք անխուսափելի են, նորմալ են, բնական են, հա, ոչ մեկ չի ասում, որ դրանք պիտի չլինեն։ Կանք ամենտեղ, ակտիվ ենք սոցիալական էջերում, ուրախ կլինեմ, եթե կարևոր լինի ձեզ հետևել մեզ, որովհետև նաև ինչ-որ պիտանի բաներ ենք այնտեղ փորձում դնել, առանձին մեր կայքեջում եւ իհարկե YouTube-յան ալիքում, որտեղ վերջին տարիներին, վերջին 1.5 տարին ակտիվացանք եւ հիմա նորից կակտիվանանք, եթե հետևել եք YouTube-ին, խոստանում ենք, որ հիմա եւս կակտիվանանք եւ այնտեղ շատ ենք փորձում հանրայնացնել այս թեման։ Թեմայի հանրայնացման կարիք բլոգերների շնորհիվ նաև, գրագետ բլոգերների շնորհիվ նաև իրականում շատ չկա հիմա, բայց ցավոք, ինչպես եւ բոլոր մյուս մասնագիտությունների դեպքում, հոգեբանության եւ ծնողավարության դեպքում էլ, որտեղ լավը կա, այնտեղ վատը, որտեղ լավն է ասում, այնտեղ սխալը եւ ինչքան շատ մարդ է սկսում խոսել որևէ թեմայից, այնքան հավանականությունը, որ այնտեղ ինչ որ ոչ գրագետ բաներ էլ կասվեն, մեծանում է։ Ինտերնետը, տիրույթն է, այդպեսին շատ բան չեն կարող անել։ Դրա համար ուրախ կլինեմ, որ գտնեք, զտեք եւ հետևեք հենց այն մարդկանց կամ կազմակերպություններին, ում ծնողավարական մոտեցումները ձեզ մաքսիմալ մոտ են ձեր արժեքներին, ձեր պատկերացումներին, ձեր սեփական փորձին։ Սրանով գովազդը ավարտվեց։ Հիմա անցնենք բուն թեմային։ Ինչու ոնց հիմնվեց ծնողի դպրոցը, ես լինելով արդեն 2 երեխայի մայր,
Եվ ցավով պիտի խոստովանեմ, որ առաջին երեխայիս վրա որոշ սխալներ գործած լինելուց հետո եւ այդպես ինքնակրթվելուց, ինքնազարգանալուց գիտեք ոնց է դա լինում, հա, շատ կարդալուց եւ վերլուծելուց հետո հասկացա, որ ունեմ այսպիսի վեհ առաքելություն։ Այսօր այս սրահում երևի շատ են խոսել առաքելություններից, վեհ գաղափարներից ու իմ գաղափարը շատ կապվեց ծնողավարության ու մեր ազգային տեսլականի հետ։ Ես հասկացա, որ եթե մենք ապագայի մարդ ենք ուզում պատկերացնել, ապագայի հայ մարդ, կտրել այդ ապագայի այդ ճիշտ, լավ, գրագետ, առողջ մարդուն, ով կտանի այս երկիրը դեպի բարգավաճում իր մանկությունից, իր ընտանեկան հարաբերություններից, այն իրականությունից, որում նա փոքր ժամանակ ապրել մեծացել է, չենք կարող եւ ինչքան էլ ես պնդում եմ, որ մենք այդպես Աստված չենք, որ մեր երեխաներին դարձնենք ինչ մենք ենք ուզում եւ այս թեմային դեռ այսօր կգամ, այլ ավելի շատ է այդ հովիվ կոչեցյալը, որ իրենց տանում ենք, ուղղորդում ենք, ապահովում ենք, ճիշտ միջավայր ենք ապահովում եւ այլն, բայց եւ այնպես մեծ ազդեցություն ունենք երեխաների վրա։ Եվ եթե մենք, եւ ես մինչ օրս հավատացած եմ, որ եթե մենք ուզում ենք ինչ-որ մի օր ունենալ մեր երազած երկիրը, մենք այսօր հենց հիմա տանը շատ անելիք ունենք։ Կարող է չհամաձայնվեք մտքի հետ, կարող է համաձայնվեք, բայց որոշ վերապահումներով, հա, ոնց որ մածունը սպիտակ է, այո, մածունը սպիտակ է։ Մեկին մի քիչ դեղին երենք կթվա, մեկը մի քիչ կվիճի, որ բայց այս լույսի ներքո մածունն այդքան էլ սպիտակ չէ, համաձայն եմ։ Ամեն ինչ հնարավոր է, բայց մեծ հաշվով չենք կարող հերքել, որ մածունը սպիտակ է։ Նույն ձև ես չեմ կարող հերքել, որ այն ինչ ես այսօր ինչպիսին որ ես եմ այսօր իմ երեխաների հետ հարաբերություններում, դա վաղը իրենց ապագա տեսակի վրա շատ մեծ ազդեցություն է ունենալու։ Եվ այստեղից ծնվեց այդ գաղափարը, եւ փորձեցինք ինքներս մեր փորձով, մեր մասնագիտական գիտելիքներով, շատ ինքնակրթվելով նաեւ այդ ամբողջ փորձն ու գիտելիքը փոխանցել ծնողներին։ Հիմա մի քանի պնդում կանեմ, որոնց շուրջ նաև կխոսեմ եւ հետո կփորձենք ձեզ հետ քննարկել։ Տեսեք, մենք առաջին սերունդն ենք, որ ենթարկվել ենք եւ լսել ենք մեր ծնողներին եւ ով այսօր լսում է իր երեխաներին։ Շատ կարող ենք խոսել ինչու է դա այդպես, բայց ես կարծում եմ, որ դա այդպես է, որ մեր երեխաները շատ ավելի խելացի են, քան մենք, շատ ավելի ճկուն են, քան մենք, շատ ավելի շատ մուտք ու հասանելիություն ունեն տարբեր տեսակ գիտելիքներին լավ առումով, լավ գիտելիքներին, քան մենք ենք ունեցել, բայց փաստ մնում է փաստ, որ առաջ, շատ առաջ միշտ սերնդեսերունդ փոխանցվում էր իմաստությունը, գիտելիքը, չէ՞, ոնց որ ամեն մեծը փոխանցվում էր երիտասարդին, հետո նա էլ էր մեծանում իր հաջորդին կամ դեռ չմեծացած։ Հիմա այդպես չի։ Հիմա ես շատ ավելի հետ եմ շատ հարցերում, քան իմ երեխաները։ Գիտեք, միայն այդ գադջետների, տեխնոլոգիաների, այդ դրա մասին չի խոսք, դրանում հետ եմ ու հետ եմ։ Մի շրջան շատ ակտիվ փորձում էի հասցնել հետևներից, հա, ընդհանուր մինչև որ ծրագրավորման, չգիտեմ ինչեր էինք էլ սովորել, որովհետև աղջիկներս կամ աշխատավարում երիտասարդները գիտեին, իսկ ես չէ, դա ինձ համար անթույլատրելի մի բան էր։ Հետո նենց թույլացա, հաճույք ստացա, հիմա ինչ լինում, փորձում եմ իրենց ռեսուրսն օգտագործել, իրենցից սովորել, իրենց հարցնել ու իրենց դրանով կարևորել նույն իմ երեխաներին կամ աշխատավայրում երիտասարդներին, քանց անverջ պայքարել, ձգտել մի բանի դեմ, որ միևնույն է վերջում ես չեմ հասցնել։ Սա առաջին անգամ է մեր իրականության մեջ։ Չի եղել մի դեպք, որ երիտասարդը մեծին սովորեցնի։ Ես լսում եմ իմ երեխաներին, ես խորհուրդ եմ հարցնում իմ երեխաներից։ Չգիտեմ ինչու է այդպես, որտեվ ինձ այդպես դուր է գալիս, որտեվ ես հասկացել եմ, որ ես շատ բան ունեմ իրենցից սովորելու։ Որտեվ իմ երբեմն աղավաղված ուղեղը չի տեսնում այնպիսի պարզ ճշմարտություններ, հա, իր ամբողջ այդ գիտելիքով ու զարգացած նեոկորկայով հանդերձ, որ այդ երեխաներն են տեսնում ու կարող են ինձ փոխանցել։ Բայց արի ու տես, որ մենք լինելով առաջին սերունդը, որ ենթարկվել ենք, լսել ենք շատ, ինչ հագնենք, որ բուհ ընդունվենք, ինչ մասնագետ դառնանք, մեր սերունդը նկատի 80-ական, 90-ական, գուցե 0-ական, 2000-ական թվականներին էլ, երբ որ ամեն ինչ մեր փոխարեն որոշում էր ու մենք շատ հաշտ էինք դրա հետ։ Մենք շատ հարթ էինք դրա հետ, որ որևէ խնդրեմ չկա, սա ես վատ իմաստով չեմ ասում, բնավ, շատ նորմալ ապրել ենք, մեծացել ենք, ոչ մի արհավիրքներ տեղի չեն ունեցել, երբ մենք իսկապես ամեն ինչում լսում էինք ծնողներին, բայց երբ մենք այդքան շատ լսում ենք մեր ծնողներին, մենք ինչ որ պահի դադարում ենք լսել ինքներս մեզ։ Ես չգիտեմ, ես ինչ եմ զգում, եթե ինձ ամեն օր ասում են՝ դու շոքում ես, դու սոված ես, հոգնած ես, գնա քնի։
Չէ, քեզ դա չի հետաքրքրում, դա լավը չի, դրանով մի զբաղվի։ Ես չգիտեմ, ես ինչ եմ ուզում, ես չգիտեմ, ինձ ինչ է դուր գալիս, ես չգիտեմ, ես ինչ եմ զգում։ Ու այդ վակուումը ոնց լցրեցինք, ինձ թվում է, մենք արեցինք մի ծայրահեղական քայլ, մենք ստեղծեցինք երեխաների կուլտ։ Մենք ասցինք ամեն ինչ իրենց համար։ Ամեն ինչի պատրաստ եմ իրենց համար։ Այսօր մոլորակը պտտվում է մեր երեխաների շուրջ։ Մինչև որոշակի տարիք ցավոք, մինչև վերջ դա չի գնում։ Ինչ որ պահի մենք հանկարծ, չգիտես ինչի փորձում ենք այդ երեխաներին ուղղել, շտկել, փնովում ենք, որ մեծ էս արդեն այսքան բան չես հասկանում։ Եվ բայց մինչև փրկում էինք իրանց անընդհատ ամեն ինչից, ամեն հարցում հասնում էինք, ուղում էինք եւ տալիս էինք։ Մենք մեծացնում ենք երեխաներ գեր հագեցած, շռայլ, գեր հոգատար, ամեն ինչի գերդարում, հա, իսկ ես մի տիկնիկով պատրաստ էի խաղալ, չեմ հիշում քանի տարի, իսկ հիմա, ասինքն մի քանի օր, եթե երեխան ինչ-որ խաղալիքով կենտրոնացած խաղում է, դա արդեն մեծ բան է, հա, ոնց որ մի խաղալիքով մի շաբաթ է խաղում է։ Ինչու՞, որովհետև լիություն է։ Սա էլ մի առանձին, հա, իրականություն է մեր կյանքում, մենք երեխան ենք մեծացնում բացարձակ լիության դարում։ Ի տարբերություն ոնց մենք ենք մեծացել։ Եվ այդ երեխաների կուլտի ներքո էլ սկսել ենք նաև իրենց լսել։ Իրենք ավելի խելացի են, ավելի ճկուն են, ավելի բաց են, ավելի հոգատար են գուցե։ Որն է ճիշտ կդժվարանամ ասել։ Հաստատ մի բան գիտեմ, որ ծայրահեղություններին դեմ եմ։ Ծայրահեղություններ, երբ մենք գեր հոգատար ենք եւ գեր փրկող ամեն հնարավոր ամեն ինչ դուրսի երեխան լինի այդ երջանկության կուլտի ներքո, որ երեխան պիտի լինի երջանիկ, իրեն պիտի հեռու պահենք բացասական հույսերից, բացասական զգացմունքներից, բացասական ամեն ինչից, բայց ինքը միևնույն է վերջում բախվելու է իրականությանը, բախվելու է այդ ամեն բացասականին, ոչ ամեն հուսով ենք, բայց ինչ որ բացասական բաների ու չունի ընդհանրապես դրանց հետ առնչվելու փորձառություն, իսկ մենք միշտ չի որ նրանց կողքին ենք լինելու, այդ փաստ է։ Ու մյուս ծայրահեղությունը, երբ ամեն ինչ կոնտրոլի տակ է, հա, այսինքն ամեն ինչ վերահսկվում է ծնողի կողմից, կան պատիժներ, սահմանված են շատ խիստ կանոններ եւ դա այսօր մեր իրականությունն է։ Մենք ունենք ծնողներ, ովքեր այս նոր սերունդը շատ երիտասարդ 20-25 տարեկան ծնողներ, ովքեր ամենաթողության մեջ են մեծացնում երեխաներին, բառի ամենաիսկական իմաստով երեխաները չունեն որևէ սահմանափակում, որևէ արգելք, որևէ չէ։ Որևէ տեսակի, նրանք մեծանում են մերկ, բոբիկ, անում են ինչ ուզում են, երբ ուզում են, ոնց ուզում են, հետո գալիս են 3 տարեկանում մանկապարտեզ ու բախվում մի սարսափելի իրականության հետ, փակվում։ Դա ես ասում եմ իրական կյանքից իրական օրինակներ, ովքեր ընտանիքների, որ դիմել են մեզ օգնության։ Ու այդ երեխան տեսնում է, որ այդքան էլ այդպես չի, ինքը չի կարող անել ինչ ուզում է, բարձրանալ ուր ուզում է, թափել ինչ ուզում է, թողնել դա այդպես, հրել ում ուզում է, խլել ումից ինչ ուզում է, հա, այնտեղ այդքան էլ շատ մեծ աշխարհում, արտաքին աշխարհում իր հույզերին տեղ չեն տալու, ոնց տանն են տալիս։ Այնտեղ կան չեեր ու իր հայերն ավարտվում են այնտեղ, որտեղ մյուսինն է սկսում, այսինքն իմ սահմանն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի սահման։ Ու այդ երկու ծայրահեղությունների դարում ծեծ, որը հիմա շատ կա մեր իրականության մեջ, հավատացեք։ Գուցե Երևանում չենք բախվում, գուցե մենք մեր փուչիկների բաբլների մեջ ենք ապրում, ասում ենք ինչ եք խոսում, ինչ ծեծով է հիմա այս երեխան, ռեժիմով ծեծի մասին է խոսքը, եւ կա այդ ամենաթող մաուգլիների մեծացնելու դար, որտեղ չկա որևէ տեսակի արգելք, ու վերջում ունենում ենք եւ այն դեպքում բավականին անհաջող իրականություն այդ երեխայի համար։ Այնպես որ ինձ դժվար է ասել որն է ճիշտ, որն է սխալ, արդյոք այն կիսատ մարդ արտահայտությունը, որ գրել եմ ի նկատի ունենալով, որ քեզ չեն հարցնում, դու իսկական մարդ չես, բալիկ ջան, դու փոքր ես, անփորձ ես, կիսատ ես, ինչ, այ կմեծանաս կդառնաս լիարժեք մարդ։ Մինչև այդ ամենաթողության ու մաուգլիների դարը արանքում կա կյանք։ Ու կյանքը մնում է արանքում ու ես շատ ուրախ կլինեմ, որ մենք չընկնենք այդ ծայրահեղությունների ձեռքը երեխա մեծացնելիս, որովհետև երեխան փորձադաշտ չի։ Ու մենք չենք ունենա երկրորդ շանս այդ նույն մարդուն մեծացնելու։ Եթե նկատել եք, եթե ունեք մի քանի երեխա, ձեր իսկ երեխաների վրա, ես իմ երկուսի վրա ընդհանրապես նկատել եմ, թե ինչ տարբեր եմ մեծացրել։ Նախ որովհետև ես նույնը չէի, իրենք նույն մաման չեն ունեցել, եւ երկրորդ, որովհետև այդ գիտակցությունը ու իմաստությունը ու շատ բաներ գալիս է բնականաբար տարիքի ու փորձառության, որ առաջինի հետ սխալվում ես, ասում ես բեր երկրորդի հետ չանեմ, իսկ երրորդն ընդհանրապես շատ հանգիստ ու ազատ մեծանում։
Երևի նկատած կլինեք, չգիտեմ, բայց ուշադրություն դարձրեք 3 երեխաների միջև տարբերությունները, օրինակ առաջինի ու երրորդի սովորաբար ինչքան տարբեր են այդ երեխաները։ Շահում են միշտ մեջտեղինները, ձեզ ասեմ, ոնց ես եմ փորձից նա, որտեվ էլի ծայրահեղությունների մեջ չենք ընկնում, եթե այնտեղ ամենաթողությունն է, այնտեղ շատ խիստ է եղել ժամանակի, որտեղ մենք երիտասարդ ծնող էինք ու մեզ պետք էր որ մենք լինենք կատարյալ, երեխան լինի կատարյալ, շորիկը մաքուր, ինքը պարկեշտ, հարևաններին կիրթ բարևին, միայն 5-երով ու հիմա 10-երով սովորի։ Այդ մեջտեղինին ավելի փափուկ ենք եղել, բայց սահմաններն էլ գծել ենք։ Իսկ այն վերջինները տենց Մաուգլի էլ մեծանում են։ Ինձ թվում է սա էլ է նորմալ ինչ որ չափով, բայց երկրորդ շանս ինչ որ բան ուղղելու երեխեքի հետ ցավոք չի լինում, որովհետև երեխաներն ունեն մի վատ հատկություն, իրենք մեծանում։ Մի ուրիշ հետաքրքիր բան, որ մենք թվային դարում ենք երեխա մեծացնում։ Ուշադրություն, մենք առաջին ծնողներն ենք, ում երեխաները ծնվել են գadgetների հետ չեն ծնվել գadgetների հետ, բայց ծնվել են ծնված օրվանից տեսել են գadgetներ, մեծացել են դրանց հետ, դրանց մեջ, դրանց կողքը, նայած ով ինչքան է արգելել այդ գadgetները, դրանից կարող ենք վերջում խոսել, եթե ժամանակ մնա, եւ մենք բախվել ենք այդ իրականությանը։ Մեծացնել երեխա մի դարում, որտեղ այդ կարճ դոֆամին սիրոտոնինի դոզաները կարելի է անվերջ ստանալ ու իրենց շատ քիչ բանով է հնարավոր հետաքրքրել ու մոտիվացնել։ Չկա լուծում սրան։ Ինչու՞ որտեղ սա խնդիր չի։ Եթե մենք սրան նայենք որպես խնդիր, մենք պարտվելու ենք։ Եկեք սրան նայենք որպես իրականություն։ Ու եթե 10 տարի առաջ հոգեբաններս մենք պնդում էինք, որ եկեք չի կարող եք խմբերցնել, փոխել հեռախոսը, սահմանանը, то есть մենք փորձում ենք sense բան դեղատոմսեր անընդհատ գտնել, ոնց երեխաներին հեռու պահել գadgetներից։ Հիմա կարծես ոչ մի երկրում, ոչ մի տեղ, ոնց մենք ենք հետևում, նաև մենք ինքներս եւ մեր իրականության մեջ չենք ասում զրկեք, կտրեք, անջատեք, փոխեք, չկա տենց բան, գոյություն չունի բալիկ ջան գadget, չէ, չկա ու ես շատ ընտանիքներ գիտեմ, հենց հիմա էլ ովքեր ծնվելուց առաջ երեխայի տանից հանել են հեռուստացույց, անջատել են ինտերնետ, ամեն ինչ, որ երեխան ստերիլ մեծանա, օքեյ, մինչև որոշ տարիք հետո։ Եվ հետո պետք չի այդքան վախենալ, իմ կոչն է ավելի շատ ընդունել իրականությունը, որ մենք մեծացնում ենք երեխաներին թվային իրականության դարում։ Դա ունի եւ դրական եւ բացական կողմեր։ Պետք չի միայն բացականը տեսնել ու հերքել ամբողջ դրականը, պետք չի հակառակն անել, մենք հենց հիմա կայք ենք շուտով թողարկելու կոչվում է ծնողավարությունը թվային դարում, լրիվ անվճար, լուրը կտանք, մեր էջերին հետևեք, մտեք այնտեղ շատ հավես տեսանյութերով փորձել ենք բացատրել այդ որտեղ է այդ սահմանը։ Բայց այն որ կարելի է միշտ պայմանավորվել ու ցանկալի է բնականաբար, որ երեխան 24/7 չլինի գadgetների մեջ, դա փաստ է։ Ու այդ պայմանավորվելը անում ենք ինչպես իր հետ միասին քննարկելով, դուրս բերելով այն սահմանները, որոնք առողջ են մեզ համար, ընդունելի են իրենց համար, դրանք կան։ Իրենք կան։ Պետք է ջանք դնել, մի օր աստիկ չստացվեց, մի հանձնվեք։ Մի հատ էլ բանակցեք, բայց բանակցելը իրար հետ միասին որոշելը կարևոր է, եւ կա երկրորդ շատ կարևոր բանը, որը մենք բաց ենք թողնում, չէ, 3 բան էի գրել, հեսա երրորդն էլ կնայեմ։ Երկրորդ շատ կարևոր բանը նա է, որ մենք ինքներս պիտի այդ սահմանները պահենք։ Անհավատալի է, որ մենք մի բան ասենք խոսքով, մի բան անենք գործողություններով, երեխան լսի խոսքին, մոռացեք դրա մասին, չկա այդպեսի։ Ինքը նայելու է ձեզ ու ձեր օրինակով է փորձելու հասկանալ, որտեղ է այդ սահմանը։ Եթե ես գիրք չեմ կարդում, բայց անվերջ պահանջում եմ, որ ինքը գիրք կարդա, չի կարդալու։ Եթե ես ծխում եմ եւ ունեմ դեռահաս որդի եւ անվերջ ասում եմ ծխելը վատ է, ինքը նայելու է իմ ծխելուն, չի լսել այդ խոսքերն ընդհանրապես կարելի ասել տեղ չեն հասնելու։ Նույն ձև գadgetները, եթե ես առավոտյան նախաճաշում եմ գadgetով, այդպես թերթում եմ ու ճաշում եմ, եթե ես երեկոյան հոգնած տուն եմ գալիս ու այդ իմ գանձը, այդ ձագը, այդ հրեշտակը, այդ արևը, որի համար ես որպես հայ ծնող պատրաստ եմ ամեն ինչի, կներեք, որ մի քիչ ծաղրական եմ ասում, որովհետև այդքան էլ մի քիչ դրան չեմ հավատում, այդ մենք մի քիչ շատ էսպես անուն ենք անել, որ պաշտում ենք երեխաներին, մենք երեխայապաշտ ազգ ենք, 1000 մասով կարող եմ չհամաձայնվել դրա հետ, հա որ սիրում ենք, իրոք ջերմությունը կա, իրոք կարևորությունը կա, չեմ էլ հերքում, բայց այդքան էլ այդպես չի, շատ հարցերում մենք ատում ենք մեր երեխաներին, ոչ թե սիրում ենք։ Բայց երբ որ գալիս ենք տուն ու հոգնած ու ինքը սպասել է որ գա որ պատմի ոնց մանկապարտեզում Սամվելիկը խլեց իր խաղալիք ու դա ինչ էմոցիաներ ու մենք հոգնած ասում ենք մի րոպե նստում ենք սկսում ենք սկրոլ անել ինքը ասում է դե լավ ուրեմն հանգստանալու կամ այդպես լիցքաթափվելուց կամ ընդհանրապես երեկոները սենց են անցնում երևի ամբողջ աշխարհում տներում դե մենք էլ այդպես ենք
Այս երկրորդ շատ կարևոր բանն էր, որ շատ կուզեի ասել, որ մենք չենք կարող ուղղակի իրավունք չունենք ասել մի բան, անել մի ուրիշ բան, որտեղ նայելու են, կամ ունենք, բայց հաշվի առեք, որ իրենք նայելու են մեզ։ Դրա համար երբ որ դնենք այդ սահմանները, իսկ իրենք կան, մեթոդներ կան, ձևեր կան, այդ մեր կայքում էլ պատմել ենք դրա մասին, եթե հետաքրքրին կարող նայել, ոնց սահմանափակենք առողջ ձևերով, մենք ինքներս պետք է այդ կանոններին հետևենք։ Ինչպես ամեն կանոն ընտանիքում։ Եթե այդ կանոնը միայն երեխաների համար, բայց ծնողները կարող են այդ կանոնը խախտել, սովորաբար դա չի աշխատում։ Օրինակ չստելը, օրինակ առողջ սնվելը, օրինակ սպորտով զբաղվելը, օրինակ նույն գadgetները չի լինում այդպես, իրենք միշտ նայելու են օրինակին։ Երեխաները ընդհանրապես սովորում են օրինակով, ոչ թե խոսքերով։ Փորձում եմ այն երրորդ բանը գտնել, որ ասում էի։ Գadgetների դարի երրորդ ոնց որ կողմը նա է, ըստ իս ես դա իմ վրա եմ շատ զգացել իմ ընկերների շրջապատի, որ կորում է ծնող երեխա կապը։ Այն կապը, որ առաջ դարերի վեր իմաստուն, կրակի շուրջ հավաքվում էին բոլոր սերունդները, միմյանց պատմություններ էին պատմում, հիմա դրա կարիքը չկա։ Հիմա պատմությունները այստեղ են։ Եվ մոտավորապես, եթե առաջ մինչև 1.5 րոպե պատմություններ էին, հիմա մի 10 վայրկյանանոց պատմություններ են։ Դա իհարկե շատ բացասական է, մենք մեր վրա էլ զգացած կլինենք, ինչքան sense ավտոմատի վրա կարող ենք անverջ թերթել, ինչ որ չգիտես էլ ինչ ես փնտրում, բայց ինչ որ անverջ փնտրում ես, չգիտես էլ ինչից ես հաճույք ստանում, բայց այդ ոչ առողջ հաճույքն ես փորձում ստանալ, կտրվում է այդ կապը։ Դրա համար այս հատկապես այս թվային դարում համատեղ հիշողություններ ստեղծելը լավագույն կապն է, որ կարող ենք ավոտով չեն կարող ասել, բարի ջան, արի նստի, մենք այսօր տենց կապի երեկո ենք հայտարարում, հա, բոնդինգ երեկո է։ Այսօր մենք պիտի կապվենք իրար հետ, որպես ծնող եւ երեխա, որպես ընտանիք, դուք սիբլինգներով, այսինքն քուրի եղբայրներով այսօր կապվում եք դուք։ Դե չի լինում այդպես։ Ոնց որ ժամանակին, որ այբ դպրոցում դեռ շատ վաղուց չեմ շում քան տարեկանի այբը։ Փորձում ենք հասկանալ ոնց կարող ենք երեխաներին հայրենասիրություն սովորեցնել, այդպես գուցե առարկա, գուցե դե ունենք եկեղեցու պատմություն առարկան, ունենք հայրենագիտություն գուցե առարկան, հիմա իմ հայրենիք է կոչվում աղջկաս մոտ։ Ու հա, այնտեղ շատ լավ բաներ կա, շատ լավ գիտելիքներ կան եւ այլն, տվայտվեցինք, գցեցինք, բռնեցինք եւ այլն, հետո եկավ Գինոսյանը, ասաց՝ «Պիտի պարենք»։ Առանց բացատրելու, թե ինչու ենք պարում, այդ ինչ հայրենասիրություն կա դրա մեջ։ Դե եկավ Տերմեսրոպը, ասաց՝ «Պիտի գնանք ուխտագնացություններ»։ Դե գնանք մի քիչ բնություն։ Ու հիմա պատմեմ շաքամ, բայց տենց են հայրենասիրությունը փոխանցում։ Չէ, այդ կապն էլ։ Դու չես կարող կապ փոխանցել տենց դասագրքային ձևով, դա չի լինելու։ Ու նույն քուրի եղբայրների կոնֆլիկտների թեմայով հաճախ որ խոսում են, բա ինչ անեմ, իրար ուտում են։ Լավ են անում, այդ տարիքն է, ես օրինակ այդ սխալը արել եմ, այդպես մեծ բան տարիքային տարբերություն կա երեխաներից մեջ, պետք է sense ավելի փոքր, ավելի հիմա ասում սխալ եմ արել, պիտի ավելի շուտ նայել, դե որ տարիքը փոքրն է, շատ բան իրար հետ կիսելու ունեն ու դրա համար էլ վիճում են, բայց կդադարեն վիճել հենց այդ համատեղ կապի, ընդհանուր հիշողությունների, այդ որ ընդհանուր sense մի հատ թիմ ձևավորեն ծնողների դեմ թեկուս, հա, օրինակ չի, մեկ մի բան են չի արել, խոսում ենք, այնտեղ իրան քչփչում միասին որոշում են, բան, այդ կապի դրսևորումներն։ Դրա համար իմ կոչն է անձամբ ամեն շանս օգտագործել այդ կապը ստեղծելու։ Գնաք ծնծաղիկ քաղելու, հավաքելու հիմա սեզոնն է։ Փորելու ծաղիկները սարերում գտնելու ոչ մի դեպքում երեխաները չեն հանի գadgetներ ու ասում ծաղիկը դա մի կողք նստեմ գadgetն է, բայց մենք չունենք դրա ժամանակը, հաճախ չունենք դրա ռեսուրսը, չունենք դրա տրամադրությունը, որտեղ ապրում ենք շատ դաժան իրականության մեջ ու մի տարի չի, 2 տարի չի, հա, արդեն բավականին երկար ժամանակ է, բայց մոռանալ երեխաներին չենք կարող։ Դա տենց վերևից Աստված տվեց, ասեց այս մեկը կամ այս երեքը քեզ պահիր։ Ես քեզ եմ վստահում իրենց, դե մենք էլ ոչ մի տեղ իրավունք չունենք դրանից փախնելու։ Անկամ երբ շատ դժվար է ու շատ ծանր է, մենք մնում ենք ծնող, մենք մնում ենք այդ հովիվը մեր երեխաների համար, մենք մնում ենք իրենց համար պատասխանատ ու պատասխանատվությունը չեմ ասի ցավոք, բայց ցավոք չի սահմանափակվում միայն սնունդ, տակը չոր ու գիշերը քնած։ Բնավ ոչ, այն էլ այսօրվա դարում այդտենց հեշտ չես խափի երեխաներին։ Մի քիչ կուզեի խոսել լսելու մասին, որովհետև կապը ստեղծվում է լսելով։
Եթե ձեզ թվում է, որ կապը ստեղծվում է խոսելով, բարոյախրատական ճառերով, անverջ մեր գիտելիքը իրենց մեր մեծ գիտելիք իրենց փոքր ուղեղի մեջ մտցնելով դա էլի չի աշխատելու, ավելին դա վանելու է։ Եվ երբ ասում ենք լսել, կարող եք անգամ փնտրել, գտնել փոքրիկ նյութեր ու ընթերցել, ինչ է նշանակում ակտիվ լսողություն, հա։ Դա լսելու մի հմտություն է, որը պիտի զարգացնենք որպես ծնող, երբ մենք որպես ծնող, քանի որ մենք տենց biased բառ անգլերեն, ես չեմ գտել դրա հայերենը, եթե գիտեք։ Հայ, մենք անկողմնակալ ու անխտրական չենք։ Դիմացը մեր երեխան է, մեր սեփական գանձը։ Լույսը, արևը, հիշում եք այդ ցանկը։ Ու երբ ինքը մի բան է ասում, մենք սենց ոնց դու հենց նոր ասեցիր հիմարություն, հենց շտապ պետքա քեզ փրկել այդ հիմարությունից, կամ դու հեսա կգնաս քեզ կկործանես, վերջ կլինի աշխարհի վերջ, եւ այլն, ու մենք ինչ ենք անում, գցում ենք, որ փրկենք։ Հաճախ այդ փրկությունը լռության մեջ է, խոսելու տեղ տալու մեջ է, հա, երեխային պիտի տեղ, տարածք, հնարավորություն, թույլտվություն տանք խոսել հիմարություն 1, 2, երրորդին ինքը իր ելքը կգտնի։ Փորձեք մի շաբաթ էքսպերիմենտ անել ձեր տանը եւ լսել ձեր երեխաներին, առանց ընդհատելու, առանց խրատելու, առանց խորհուրդ տալու, մի բան, որ ընդհանրապես շատ բարդ է անել իհարկե, որպես ծնող իսկապես բարդ է, ես օբյեկտիվորեն եմ ասում, բարդ է երեխային խորհուրդ չտալ։ Այն էլ որ տեսնում ենք, որ ինքը այդ խորհրդի կարիքը շատ ունի։ Ակտիվ լսողության հմտությունն է, որ շատ կարճ արձագանքներով փորձում ենք մի քիչ էլ խոսեցնել, մի քիչ էլ խոսեցնել, մի քիչ էլ խոսեցնել։ Ասում ես, որ ուզում ես, մի հատ պարզ օրինակ եկեք բերեմ։ Մտնում ատուն, ասենք, չգիտեմ, 11 կամ 12 տարեկան տղան կամ աղջիկական չի, մամ, ես չեմ ուզում այլևս սովորել, շատ իրական բաներ եմ ասում։ Ես դառնում եմ բլոգեր։ Ինձ պետք է հեռախոս, դու ինձ պիտի թույլ տաս, ես բացեմ Instagram, YouTube-ում ալիք, հերիք եղավ, ոլեղավ, ես էլ սենց չեմ կարող, դու ինձ ասում ես գիտելիքով, հենատես չեմ ուզում անուններ տամ, ես ինչ բլոգերը կամ այն ինչ բլոգերը, դու տեսել ես ինչ գումարներ են աշխատում, ինչ գովազդներ են անում։ Ու ընդհանրապես ես տենց որոշել եմ, վերջ ես եմ դառնալ բլոգեր։ Ինչ կաներ սովորական ծնողը, չասեմ հայ, ամենտեղ։ Կասեր ձենդ կտրի, ինչ հիմարություն ես դուրս տալի, ինչա նշանակում չես ուզում սովորել։ Հա ու համել ջութակն եմ ուզում թար, вообще ես չեմ ուզում այդ ջութակը։ Ես չէի ուզում այդ ջութակը, դու ինձ զորով ես 4 տարի տանում ջութակը, ինձ հետաքրքիր չի այդ ջութակը, ես չեմ ուզում գնալ, ես դառնում եմ բլոգեր։ Okay։ Բարկանում ենք, ասում ենք, որ ինքը անհեթեթություն է դուր տալիս, որ երբեք իրան թույլ չենք տա դա անելու, օգնեց։ Ինչ ենք անում ակտիվ լսողության դեպքում, ասում ենք, ասում ես, ուզում ես դպրոցի թողես, դու դառնաս բլոգեր, այսինքն իր ասածը հարցական նշանով հետ ենք տալիս իրեն։ Հա, որովհետև բոլորը ունեն Instagram, ես չունեմ։ Քանի դու իմ տանն ես, դու մինչև 18 տարեկան ես Instagram չես ունենա։ Okay, օգնեց։ Ինքը երազելու է այդ Instagram-ի մասին։ Ինչ ենք անում ակտիվ լսողության հմտությունը կիրառելով, ասում ենք, այսինքն դու գտնում ես, որ եթե բոլորը մի բան ունեն, դու էլ պիտի ունենաս։ Հա, որտեղ մամ, ես տարբեր եմ իրանցից։ Բոլորը նկարում են, ունեն Instagram, ապարում են ինչ-որ տրենդային պարեր, ես գաղափար չունեմ դրանցից։ Ոչինչ բալիկ ջան, կասեր մեր սովորական ծնողը։ Դա հիմարություն է, դու չգիտես այդ ինչ վնաս է։ Ես քեզ ճիշտն եմ, դա վնաս է։ Դու չգիտես, արի գիրք կարդանք, արի գնանք ընթերցենք, դու հասել ես ինչ գրքի, ես ինչ տեղում, ջութակը շատ կարևոր է, վրան օգնեց։ Երեխան մեզ ինչ որ բան է ուզում ասի։ Ինքը միշտ ինչ որ բան է մեզ ուզում ասի։ Ու ես պատասխանում եմ որպես ակտիվ լսողության հմտությանը տիրապետող ծնող, այսինքն դու բադ ես զգում, որ տարբերվում ես մյուսներից, հա, ես տարբերվում եմ մյուսներից։ Այս իրական խոսակ, այստեղ սկսվում է իրական խոսակցությունը։ Ու այդ Instagram-ը, այդ բլոգերը, այդ ամեն ինչը ընդամենը գալիս էր նրանից, որ նախ ինքը կարող է շատ լավ չի էլ տարբերում ինչի է ինքը ուզում Instagram-ում, ինչև չխոսացնենք, չլսենք ավելի շուտ։ Լսելով խոսեցնենք, այդ փոքր հետաքրքիր է, ասում ես որ, հա, սենց մի հատ շարք կա մի ամբողջ, որ այդ կիրառելով այնքան կխոսեցնենք, չէ ինքը կբերի ամեն ինչ սենց սիրուն կդնի ջրի երեսի։ Ու մենք հանկարծ կհասկանանք, որ այդ երեխան իրոք կարիք ունի այդ տարիքում ընդունված լինելու իր հասակակիցների կողմից եւ ոչ թե մերժվելու իր կոկիկ սպիտակ սենց բաներով, վերնաշապիկի սառոճկաներով, հա, վերնաշապիկի օձիքներով կամ առանց Instagram-յան իրականության ինքը տարբեր է։ Իսկ ինքը 11-12 տարեկանում
օդ ու ջրի պես կարիք ունի ընդունված լինել, որտեվ այդ փուլում է տարիքային, այդ մենք չենք հորին, այդ իրենք այդ փուլում։ Մենք անցնում ենք երկրորդ պլան որպես ծնող այդ տարիքում։ Դասընկերների կարծիքը դառնում է շատ ավելի կարևոր, իսկ ախր ոնց 10 տարի իմ կարծիքն էր քեզ համար կարևոր, արևս։ Հիմա այդ ոնց է դու գնում ես, վերջ գնացիր, էլ ես չեմ կարևոր, դասընկեր, չէ, դու էլ ես կարևոր, մամ։ Բայց այնտեղ էլ է շատ կարևոր, հա։ Ու այդ ակտիվ լսողության մասին մի քիչ որ ուսումնասիրեք, կտեսնեք շատ հեշտ չի, հատկապես առաջին 2 շաբաթը, հետո շատ հեշտ է։ Հետո վայելք է ուղղակի։ Վայելեք այդ ակտիվ լսողությունը, որովհետև մենք տաննել չենք կարողանում լսել մեր երեխաներին։ Իսկ ես խրախուսում եմ, որ դուք սկսեք լսել ձեր երեխաներին։ Այդ դեպքում այն կապը, որի մասին ինչ հետ խոսում էի, լուր ու մունջ։ Ու եթե տեսնում եք չի ուզում խոսել, ուղղակի կողքը նստեք։ Գետնին նստած էր սենյակում, դուռը փակել է, չես հասկանում։ Իսկ ես պատմում էի, դու ինչ չէիր հասկանում, դու ինչ չես հասկանում։ Գնաց, մտավ, սենյակը դուռը շխկացրեց, գնում եք, փորձում եք կոնտակտի, չի գնում կոնտակտ։ Նստեք կողքը։ Մի 5 րոպե դու կա գլուխը դնի ուսին, դուք դրեք ուսին։ Ոչինչ մի խոսացեք, ասա, պատմի, փրկեմ, հասնեմ, գնամ, սպանեմ, տամ, կոտորեմ, բոլորին իրանց տեղը դնեմ, որ քեզ հանկարծ քամի չփչի քո վրա, փչելու է այդքան։ Անխուսափելիորեն։ Բայց մենք պիտի կողքը լինենք քամին փչելու ժամանակ։ Տեսեք, կա սենց մի իրավիճակ, որը շատ տեսնում ենք ու որը վերլուծելով եկա այն եզրակացության, որ այսօր մեկ առանձին վերցրած ծնող ունի ավելի շատ մեղքի զգացում, քան մի 40 տարի, 30 տարի առաջ բոլոր ծնողները միասին վերցրած։ Նախ ասեմ, որ ծնողական մեղքի զգացումը սարսափելի վատ բան է։ Եվ մեզ համար, եւ երեխաների համար, եթե մենք մտածում ենք մեր երեխաների կյանքի բարության, երջանկության մասին, մեր մեղքի զգացումը ոչ մի բանով դրան չի օգնելու, հակառակ շատ խանգարել է, դրա համար լավ կլինի աշխատեք այդ մեղքի զգացումի հետ, լավ կլինի մասնագետների օգնությամբ։ Ու ինքդ անհույս բան չի, շատ հեշտ կարի անցնի, բայց ինչ է կատարում։ Կատարվում է մի իրավիճակ եւ մենք այդ գեր խնամքի ու գեր լիության դարում ամեն ինչ երեխաներին տալիս ենք, անverջ ինքնազարգանում ենք, կրթվում ենք, գրքեր ենք կարդում, գալիս ենք ծնողի դպրոց դասընթացների, ամեն ինչ անում ենք, բայց մենք ունենք ավելի շատ մեղքազգացում, որ ինչ-որ բան չհասցրինք, ինչ-որ բան չտվինք, ինչ-որ բան կիսատնած, լավ չլսեցինք, լավ չարձագանքեցինք, սա էլ անեմ, նա էլ անեմ, նա էլ անեմ, ուտեղից ձևավորվում է այս մեղքի զգացումը։ Մեղքի զգացումի փրկության պատրանքը նա է, որ ավելի շատ անեմ, որտեվ երբ ես ավելի շատ անեմ, ես կլինեմ ավելի լավ ծնող, ու մեղքի զգացումս կնվազի։ Եվ ինչ է կատարում, եւ ես ավելի շատ եմ անում, ես հյուծվում եմ։ Հիմա հարց։ Պարզ հարց, հյուծված ծնողը կարելի լինի երջանիկ ծնող։ Կարող է մեծացնել երջանիկ երեխայի։ Մեծ հավանականությամբ չէ։ Մի միֆ էլ կա, որ կա կատարյալ ծնող ու կատարյալ երեխա, չկա կատարյալ ծնող ու պետք էլ չի որ լինի կատարյալ ծնող ու երեխան պետք էլ չի որ տեսնի կատարյալ ծնողի։ Հավատացեք, մեր փորձից եմ ասում, ես բազմամյա հա ծնողների ու երեխաների հետ աշխատանքում, այդ կատարյալ ծնողի կուլտը երեխայի մոտ միայն հեռացնում է իրան ծնողից, դեռ ինքը դե կատարյալ չի, երեխան կատարյալ չի ու երբ տեսնում որ դուք անverջ ամեն ճիքով փորձում եք լինել կատարյալ ծնող, դա առանձնապես չի կապելու ձեզ իրար հետ, երեխային պետք է իրական ծնող, աուտենտիկ բառ կա, մի հատ լսած կլինեք շատ, աուտենտիկ, այսինքն շատ իսկական, այն ինչ զգում եմ դա արտահայտում եմ մարմնում, խոսքում, դեմքիս արտահայտությունում, հա, դա այդ աուտենտիկությունը, այ իսկական ծնող աուտենտիկ է, հոգնած ժամանակ հոգնած ծնող, բարկացած ժամանակ բարկացած ծնող։ Այլ հարց է, որ ոնց ենք դա արտահայտում, երբ հոգնած ենք չենք գոռում երեխայի վրա, որտեվ ինքը միշտ թույլ օղակն է։ Սիրելիներ, երեխան միշտ թույլ օղակն է։ Մենք երբեք ձայն չենք բարձրացնում մեր ղեկավարի վրա, երբ հոգնած ենք կամ վիճել ենք մեր ամուսնու կամ կնոջ հետ։ Չեն գնում գործի ու սենց շրխկացնում դռները, պատժում, ինչ որ մի խոսքով։ Բայց երբ գալիս ենք տուն հոգնած, ու հələ մի բաներ վիճել ենք գործի տեղը, ու ահա որ սոված ենք ու հələ պիտի այդ համ ինքներս ուտենք, համ այդքան մարդու կերակրենք, համ դասերը անենք, հələ հարթուկն էլ են տեղա սպասում, որտեվ հիմա կխորանամ մի քիչ կնոջ դերից էլ կխոսեմ։ Մենք չենք կարող լինել adekvat ու շատ նորմալ է մտնել տուլ ասել արևս գիտեմ Սամվելիկի պատմությունը հիշում եմ այսօր դրա երկրորդ սերիան էր բայց ես կարիք ունեմ 10 րոպե հանգստանալու
Հիմա մաման կգնա իր սենյակ 10 րոպե, դուրս չի գալու։ Խնդրում եմ չծեծես, չթակես, սուքանի դուռը, սենյակի դուռը չթակես, ես 10 րոպե դուրս կամ ու քեզ կլսեմ։ Նորմալ է, լրիվ նորմալ։ Ես աշխատում էի 2 տեղ, սովորում էի 3-րդ կրթությունս, գալիս էի տուն, մայրիկս լավ չէր, ցավոք մայրիկս հաճախ լավ չէր, եւ ես ունեի տատիկ, որ սոված սպասում էր, ես երբ եմ գալու էին կերակրեմ։ Ես մտնում էի տուն ժամը 6-ին, ճիշտ է, այդքան էլ մայրու երեխա չէ, բայց շատ մոտ պատկեր է, հա։ Ու ես գիտեմ, պատասխանատվություն ունեմ այդ մարդու նկատմամբ, մորս, տատիկիս, որ իրան հասցնեմ, կերակրեմ եւ այլն, այդ մարդն իսկապես ված է, ինքն էլ հին մարդ է, ինքը ժամերով սնված մարդ է ամբողջ կյանք, գալիս է ժամ, պիտի սնվի։ Ու ես գալիս եմ ուսում, 2 աշխատանք, չեմ իշխանեմ ոնց էր դասավորություն, բայց նույն օրը կար ուսում եւ 2 աշխատանք եւ հետո շատ արագ հասկացա, որ երբ ես մի դուրում եմ ուտում, ես շփիտով եմ իմ տատիկին սպասարկում սկուտերի վրա իր սնունդը։ Իսկ երբ ես այդ մի դուրումը դեռ չեմ կերել, բայց շտապում եմ հոգ տանել ուրիշի մասին, ես այսպես դեմքով էի դա անում։ Ու ոչ մեկ դրանից չէր շահում։ Հիմա նույնը դրա մասին է, հա, այսինքն երեխան միշտ թույլողակն է, մենք իրավունք չունենք դա մոռանալ, ասենց անընդհատ մեզ հիշեցնենք, որ եթե մենք հոգնած ենք, հյուծված ենք, վիճած ենք, չունենք տրամադրություն, դաժան իրավիճակ է մեր կյանքում այս փուլում կամ ընդհանրապես միևնույնն է մենք շարունակելու ենք մնալ այդ երեխայի համար պատասխանատու, իր հույզերի համար պատասխանատու։ Մայրերը այսօր գեր մարդ են ինձ համար։ Թող մեր այստեղ ներկա հայրերի ինձ ներեն, հայրերն են գեր մարդ, ես չեմ ուզում այդպես համեմատության մեջ չեմ ուզում տեսնեմ, բայց եկեք մի պա վերլուծենք այս հարցը ու շատ կուզեմ լսեմ նաև մայրերին ու հայրերին վերջում։ Մայրերը աշխատում են, մայրերը հոգ են տանում, մայրերը լուծում են բոլոր խնդիրները, մայրերը կայացնում են որոշումներ։ Հələ մի բան է ֆիզիկական աշխատանք։ Մի բան է, որ ես պիտի անպայման վազեմ գործի ժամը 9-ին ու այնտեղ լինեմ կատարյալ աշխատող, որովհետև ես տենց մարդ եմ օրինակ, ես սիրում եմ ամեն ինչ լավ անել, նախաձեռնել, հասցնել։ Հետո գալիս եմ տուն, պիտի երեխաներս լինեն կուշտ, դասերը արված գերազանցիկի նման, տունը մաքուր, արդյունքը արված, ճաշերը եփած հաջորդ օրվա համար։ Դե ինքնախնամքի մասին այդտեղ խոսելն անգամ ավելորդ է, սովորաբար դրա ժամանակն էլ չի մնում։ Ու ունենք հայրեր, որոնք դասիրակության գործում ակտիվ ներգրաված չեն։ Ես տեսնում եմ փոփոխություն։ Մենք մեր դասընթացներով ամեն օր 99% մայրերի հետ աշխատելուց հետո հասել ենք տենց 98% են մայրերը։ 2% հայրեր գալիս են։ Գալիս են ակտիվ, գալիս են пассив, չգիտեմ, օրինակ առցանց դասընթացներում մենք գիտենք, որ մայրերի կեսի ամուսինները նստած են կողք, կադրում չկան, բայց կողքից նստած երջանիկ ենք։ Ինչու՞, որտեղ իրանք լսում են, օրինակ, ոնց լսել երեխային թեման, կամ ինչպես մեծացնել ինքնուրույն երեխա թեման, կամ ինչ այլ ընտրանքներ գոյություն ունեն պատժին թեման։ Ունենք իրականություն, երբ հայրերը դասիրակության գործում, կամ երեխա մեծացնելու գործում, կամ մարդակերտման գործում, ով ոնց կսիրի, որտեղ դասիրակություն բառն էլ հիմա մի քիչ այդքան շատ մոդա չի օգտագործելը, չեն մասնակցում։ Կա այսպիսի դերաբաժանում, մամա ջան, դու անում ես երեխայի հետ կապված ամեն ինչ, իրեն դասիրակում ես, դու ես գումարն եմ բերում։ Փաստ մնում է փաստ, որ մաման համ գումարն է բերում, հաճախ։ Համ այդ ամեն ինչ անում, բայց ուզում եմ հատկապես հրավիրել հայրերի ուշադրությունը այն պահի վրա, որ այդ ամենը մի կողմ ամենամեծ հյուծվածությունը մայրերին բերում է որոշում կայացնելու ու կազմակերպչական հարցերի ծանրաբեռնվածություն։ Այսօր ունենք ամուսնալուծությունների ահռելի տոկոս։ Ամուսնալուծությունների աճը վերջին 8 տարում, եթե չեմ սխալվում, Արմստատում էինք նայում 2 տարի առաջ, վերջին 8 տարում համեմատած նախորդ 10 քանի տարվա հետ 95% աճ է գրանցել։ Ես իմ շրջապատում այսօր ամեն շաբաթ լսում եմ ամուսնալուծության մասին։ Գիտեք պատճառը։ Ну, կա կեսը պատճառների, դավաճանություն, չգիտեմ, այլ խաղամոլություն, էական չի, կան օբյեկտիվ պատճառներ, որոնք ինչ-որ պահի են հասել եւ ընտանիքը ուղղակի բաժանում են։ Մյուս 50%-ը դա մայրերի հյուծվածությունն է։ Որոշում կայացնելու, պատասխանատվություն կրելու ամեն ինչի վերաբերյալ, հա, որ գիտեք, մի հատ հումոր կա, չէ՞, որ ասում բարիկ ջան, իսկ սա քո նվերն է նոր տարուն մամայի ու պապայի կողմից, ու այդ պահին պապան, որ գաղափար չունի ինչ է տուփի մեջ։ Սովորաբար պապան չգիտի ինչ է տուփի մեջ, պապան մաքսիմում գումարն է տվել, բայց մաման առել է ամբողջ ցեղի նվերները նոր տարուն։ Հա, օրինակ պրիմիտիվ բան, ես
Միջև հիմա համբերատար ամուսնուս զանգում եմ, ասում եմ հիշում ես, չէ, որ 5:45 երեխային ես ինչ տեղից վերցնում ես, կամ ես ինչ օր ես ինչ ժամ 11-ին տանում ես ինչ տեղ։ Ես ուզում եմ չասել դա, բայց ես վախ ունեմ, որ եթե չասեմ, պապան սովորել է, որ կանի, եթե ասեմ կանի, բայց ես եմ ասում։ Ես ուզում եմ մի օր գամ ու սենց հանգիստ նստեմ, ու սենց հավատամ, որ բոլոր պապաները շատ լավ հիշում են, որ ժամին որտեղից երեխային պետք է վերցնել եւ որ տանել։ Եվ տանում ենք հաճախ, օրինակ ես գիտեմ դից արտահայտություն կոչվում է մամա տաքսի։ Ես մամա տաքսի եմ։ Մինչև հիմա երեխաներս ինձանից բոյով են, ես հենց մամա տաքսի եմ։ Ճիշտ չի։ Բայց ունեմ իմ վախիկները մեծ ու փոքր ուզում եմ փրկեմ։ Հələ կեսներ չեմ անում իհարկե, արդեն իրենց ուժերով են ամեն ինչ կազմակերպում, բայց էլի վերադառնալով այդ թեմային, որ փակեմ, ամուսնալուծությունների կեսը մայրերի հյուծվածության պատճառով է։ Չկա խնդիր, չկա դավաճանություն, կարծես ամեն ինչ նորմալ է։ Ամուսին աշխատում եմ, մայրը երեխաներին է մեծացնում, գործի են գնում, գալիս են երկուսն էլ։ Կարծես ինչ որ չկար ակնհայտ պատճառը, ինչու են մարդիկ ամուսնալուծում, բայց ամուսնալուծում են, որտեղ մայրը մենակ է որոշումների կայացման, իսկ դրանք հաճախ մենակ մանկապարտեզը չի։ Այդ հաճախ են չի, որ մնգոտ է, որն ուզում ես տար, ինչքան գումար է պետք։ Կամ չեմ կարա այդ ուրիշ մնգո գտի, այդ շատ թանկ է։ Կամ ինչու չենք տանում պետական մնգո։ Այդ որոշումը պրիմիտիվ բան, մանկապարտեզ, ուր տանը։ Այդ ամբողջը մոր վրա է։ Կան ընտանիքներ, որ ճիշտ հակառակն են, մայրը ոչ մի հայրերն են որոշում։ Տեսել եմ, գիտեմ, բացառություններ են։ Ընդունենք, որ դրանք բացառություններ են։ Բայց գալիս է պահ, երբ ինչ պիտի դառնա երեխան, ու խոսքը մասնագիտության ընտրության մասին է, դու փորձում ես որպես ծնող օգնես երեխային կամ գոնե ուղղորդես, պարզվում է, որ անգամ այդտեղ հայրը ասես քեզ է նայում, սովորաբար նայում մայրերին, հայրերը։ Ես տեսնում եմ դա անընդհատ, որտեվ մայրն է ճանաչում երեխային։ Որտեվ մայրը շատ լավ գիտի երեխայի ուժեղ ու թույլ կողմերը, որտեվ մայրը գիտի երեխայի հետաքրքրությունները, մայրը գիտի, որ երեխան չի դառնալու մաթեմատիկա, չի դառնալու ջութակահար, բայց չի ուզում ընդունի, որ երեխան կարող է արտակարգ ոսկերիչ դառնա, չի ուզում, պայքարում այդ միտքի հետ։ Իսկ հայրը չգիտի, հայրը նայում է մորը, ոնց մայրը ասի։ Այնպես որ իմ մեծ երազանքը կլինի, որ ոչ միայն ֆիզիկական գործերը կիսեն, որովհետև այ ֆիզիկական գործերը կիսելու հարցում մեծ առաջընթաց կա։ Ես շատ հաճախ տեսնում եմ այգիներում պապաների, բալիկների հետ եւ ոչ թե մաման չկա էլ, անգամ մոդել չի մաման ու պապան է, մեկ անգամ երկու երեխայի հետ նույն սայլակը ման տալիս է փողոցներում, հա, պապան։ Բայց որոշումների կայացման եւ պատասխանատվությունը կիսելու հարցում հենց հարցը գալիս է երեխաներին, հայրերի դերը անգնահատելի է։ Եթե հետո հետարքի վերջում ժամանակ մնա, կարող ենք մանրամասն հոր դերի մասին խոսել ընտանիքում, ինչու է կարևոր երեխան տեսնի եւ մորը եւ հորը, ոչ թե անդադ մորը, տատիկին, մյուս տատիկին, մյուս մորաքրոջը, հորաքրոջը, մորը, տատիկին, հորաքրոջը, չկա պապան, քեռին, հորեղբայր, այդ կերպարը քիչ է ավել։ Չձուլվել, այլ վայելել շոուն։ Իմ սիրած գիտնական մարդաբան, նյարդաբան, հոգեբաններից մեկին էի լսում, չհարցնեք ազգանունը, ես շատ վատ հիշողություն ունեմ COVID-ից հետո։ Եվ մի շատ հետաքրքիր օրինակ բերեց, ուզում եմ դա էլ ձեզ պատմեմ, որ բնությունը այնպես է արել, այնքան խելացի խոհեմ ու իմաստուն բան է այդ բնությունը, որ ասում նա երբեք թույլ չի տա, որ մենք վերարտադրենք ճիշտ մեզանից։ Ասել է թե, եթե մենք ունենք այդ ձգտումը, որ երեխաները դառնան ինչպես մենք, իսկ մենք միշտ ուզում ենք, որ երեխան լինի մեզ նման։ Մեզ նման ինչ, չգիտեմ, ինչ, գրագետ, պարկեշտ, կիրթ, ունենա մեր նույն արժեհամակարգը, ինչը շատ լավ է, ոչ մի վատ բան չկա։ Բայց բնությունը շատ ավելի իմաստուն է ու երբեք թույլ չի տա, որ դու քո կոպիան արտադրես։ Նրանք միշտ մեզանից լավն են, միշտ մեզանից մի քայլ առաջ են, չէ՞։ Հիմա այդ ձգտումով եթե նայես, համեմատում եմ մեզ հովիվների եւ ոչ թե աստվածների հետ։ Մենք աստված չենք, որ կերտենք մեր երեխային, այ ես սա կանեմ, այս խմբակը տանեմ, սենց կանեմ, այս պարապմունքը կանեմ, սենց կխոսեմ իր հետ, այս կանեմ, ու ինքը կդառնա կատարյալ երեխա։ Պարզվում է, որ մեր երեխան իր երկու ծնողների եւ նրանց մի քանի սերունդների հոգեբանական հատկանիշների բնավորության գծերի խառնվածքի տիպերի միաձուլում է եւ իր մեջ կրում է
400 տեսակ պոտենցիալ հատկություն բնավորության, խառնվածքի գիծ, հոգեբանական հատկություն, որոնք կյանքի ինչ պայմաններից կամ գլուխ կբարձրացնեն կամ հակառակը կճնշվեն։ Ու երազել, որ մենք կարող ենք ճիշտ խմբակներ, ճիշտ մանկապարտեզ տանելով, ճիշտ իրենց հետ խոսելով, ճիշտ ուխտագնացությունների մեր հետ տանելով կամ այդ ամեն ճիշտ բաները անելով, որոնք անխոս ճիշտ են, իրենցից կկերտենք այն, ինչ մենք ուզում ենք կերտել։ Ու այդ մարդը համեմատեց հովիվների հետ, գառնուկների հոտ եւ հովիվ, որ դու ուղակի հետևում ես, դու տանում ես իրեն ճիշտ արահետներով, բայց դու երբեք չես կարող գառից շունիկ սարքել։ Ուղակի չես կարող։ Դրա համար մեր երեխաները նախ իրենք ուրիշ խմորից են, որտեղ իսկապես ուրիշ դարում ենք, երևի մեր մասին էլ մեր ծնողներն են ասել, որ սրանք ինչ որ ուրիշ խմորից են, բայց հա, դա կա ու մենք ինչքան էլ ձգտենք, որ այդ երեխաները լինեն շատ մեր ուզածը, իրենք կլինեն այնպեսին, ինչպեսին իրենք պիտի լինեին բնությունից եւ գենետիկ ամեն ինչով, հա, ենթադրամադրվածությամբ հանդերձ, բայց մենք իրենց ուղղորդ թողնենք։ Դրա համար միշտ իրենց փոխարեն ինչ-որ բան անելուց, իրենց կողքը լինենք, իրենց փոխարեն որոշումներ կայացնելուց, իրենց ամեն ինչից փրկելուց հակառակը մեզ մի քայլ հետ պահենք ու սենց ստվերի նման հետևից ուղղորդելով, հա, որ երեխան միշտ իմանա, որ ինչ էլ նա կյանքում անի, ոնց էլ սայթաքի, ինչ սխալ էլ կյանքում անի, մենք կողքն ենք։ Մենք երես չենք թեքելու իրենից, մենք չենք քշելու իրեն հանելու այս տնից, կգնաս իրերը կհավաքես, դրսում կապրես, եթե դու կապույտ մազեր ունենաս, այս տուն չմտնես, հա։ Մենք տեղ ենք տալիս իրեն այնպեսին, ինչպեսին ինքը կա, ընդունում ենք ինչքան էլ դա երբեմն հեշտ չի, այնպեսին, ինչպեսին ինքը կա, որտեղ մենք ուզում ենք ինքը լինել գերազանցիկ, իսկ ինքը լավ չի սովորում։ Բայց փորձում ենք օգնել, մաքսիմալ մոտիվացնել, մաքսիմալ պոտենցիալը բացել, իսկ պոտենցիալը կարող բացվի, երբ մենք անverջ չենք ճնշում։ Այս ամենի հետ մեկտեղ բարդ է, բայց գիտեմ, բայց այլ ասեմ, որտեվ կպայթեմ, որ չասեմ, մենք այն մարդիկ ենք, ով պիտի այդ արահետը ցույց տանք։ Մենք պիտի սահմանները գծենք, այսպես սիրուն այդ չափարները արահետի կողքը դնենք, որ ասենք սրանից ենք ում չես կարող անցնել։ Որովհետև դա է մեր դերը, որովհետև չի կարող երեխան մեծանալ առանց արահետների, առանց չափարների, առանց սահմանների իրականության մեջ։ Մեղք են այդ երեխեք։ Իրանց պիտի լինի մեկը, որ ասի որն է լավ, որը վատ, որն է ճիշտ, որը սխալ։ Ինչքան էլ ես այդ բառերից ամբողջ կյանք խուսափում եմ, լավ ծնող, ճիշտ արարք, չէ, էլի, այդ շատ սուբյեկտիվ է իրականում, բայց եւ այնպես կանոնները երեխային պետք են, սահմանները պիտի լինեն հստակ, ու մենք ինքներս այդ կանոններն ու սահմանները պիտի բարի լինենք, պահենք, թե չէ իրենք մեծ հավանականությամբ չեն աշխատի։ Երեխան կլինի երջանիկ են պահին ու են չափով, որ պահին ու որ չափով երջանիկ ենք մենք, սա էլ այն մասին էր, որ պիտի երեխաներին թուլանանք, խորը շունչ քաշենք, իրենց կողքին լինենք եւ այդ շոուն վայելենք։ Չեք պատկերացնի այդ ինչ վայելք է, չգիտեմ, շատ ուզում եմ, որ բոլորը դրան գաք այդ գիտակցությանը, վստահ եմ շատերը արդեն եկել եք ու վայելում եք, ինչպես ես օրինակ, կամ շատ այլ ծնողներ, երբ դու հասկանում ես, որ այս գանձը լույս արևը տրված է քեզ ի պահ վերևից, ոնց կուզեք անվանեք այդ վերևը, նայած ով ինչին է հավատում, բայց հենց մեզ է տրված, ու մենք եւ պատասխանատու ենք նրան եւ իրավունք չունենք իր փոխարեն իր կյանքը ապրելու։ Սահմաններ, կողքին կամ ստվերի նման մի քայլ հետ, իր հետ, բայց ոչ իր փոխարեն։ Ես շատ հավատացած եմ երկու բանի, որից մեկը գրել եմ, որ եթե մենք ուզում ենք երեխան լինի երջանիկ, պիտի լինենք երջանիկ։ Ինչ է դա նշանակում։ Պիտի հանդիպենք մեր ընկերներին։ Երբեմն իրենց հետ ինչ-որ կաֆե գնանք, ծիծաղենք, թուլանանք, պիտի լինենք սխալական, երբեմն պոպկորն վերցնենք, ինչքան էլ առողջ ապրելակերպի ջատագով ենք, գիտենք քանի կալորիա կա այդ պոպկորնի մեջ, բայց մի հատ մի ֆիլմ միացնենք միասին ու նայենք իրենց հետ, չլինենք կատարյալ, որտեվ այդ ֆիլմը մեզ էլ էր հետաքրքիր, հավես էր, շատ հավես, մուլտ գնալ նայել երեխայի հետ։ Մենք պիտի վայելենք կյանքը այն ձևով, այն չափով, որով որ ինքներս ճիշտ ենք համարում, ու դա լավագույն օրինակն է ցույց տալու, ինչ ասել է լինել երջանիկ։ Ոչ թե իրեն անverջ փոթորիկներից պահպանենք, գուրգուրենք, փայփայենք, փաթաթենք, փրկենք ու մոռանանք մեզ, որտեղ այդտեղ ենք ձուլվում,
իրեն, ապրում իր կյանքով, մեկ էլ հետո 26 տարեկան մեկի մայրը զանգում ասում է մեր կենտրոն բարև ձեզ ուզում եմ գրանցել երեխայից ձեզ մոտ, թե մենք որ ասում ենք երեխայի ավտոմատ ենթադրում ենք, որ առնվազն մինչև 15 տարեկան է չափահաս չի, ասում ենք այո, խնդրեմ, լսում ենք երկու բառով խնդիրը նկարագրեք, որ իմանանք որ մասնագետի մոտ ուղարկենք, եւ հարցնում ենք քանի տարեկան, ասում ենք 26։ Ու հասկանում ենք, որ շատ դժվար կլինի հեռախոսով այդ մամային բացատրել, որ այդ երեխան վաղուց պիտի ինքը որոշում կայացնի, գա հոգեբանի մոտ, թե չգա։ Դուք չեք կարող իրեն ստիպել, դա չի աշխատել։ Բայց դուք կարող եք իր հետ լինել այդ ամբողջ ընթացքում, ասենց զգուշ բացատրել, որ կա նաև այդ տարբերակը օգնության դիմելու, մասնագիտական տարբերակը եւ այլն, հա։ Այսինքն իրենց փոխարեն կյանքը չապրել, այդ ինչ որ պահի այդ պորտալարը պիտի կտրվի, երբ ես ունեի փոքր երեխա 4 տարեկան, մի օր գնացի իմ հոգեբանի մոտ, ասացի վերջ, ես էլ չեմ կարող, իմ երեխան ինձանից շատ է կարճած, անընդհատ ու այնպես բառեր եմ էլի օգտագործում, ախ նոր էի կարդում այդ ամեն ինչ ուսումնասիրում, սիմբիոզի մեջ էինց, այդ մասնագետը ֆրած ասաց, ոչինչ որ սիմբիոզը երկկողմանի է լինում, սիրելի Աննա, ուրեմն դու էլ իր հետ ես սիմբիոզի մեջ, բաց թող այդ երեխային, ու ինքը քեզանից կկտրվի։ Ես չգիտես ինչի, տենց անում են, էլի շատ հաճախ բերում են ծնողի դպրոց, եթե տենց երկու բառով նկարագրեմ, այս երեխան այս խնդիրը դզեք, փչեք, ուղեք, տվեք մեզ։ Ոնց էր բան, պատվերով ինչ որ համեր կամ չէ վարսավիրանոցա մազերը կտրտեք, մի քիչ տենց սիրունացրեք, սարքեք, տվեք մեզ։ Ծիծաղում ենք, բայց լացելու բան է։ 90% ծնողների, ովքեր բերում են երեխային վախերով, տագնապներով, անհանգստությամբ, չարություն է, դպրոցում ոչ մեկին չի լսում, հազար ու մի տրիվիալ առօրյա, ընդհանուր մինչև ավելի խորը օրինակ տագնապային խանգարում, կպչուն սևեռում խանգարում եւ այլն դեպրեսիվ ամաղտանիշ արդեն դեռասական տարիքում թեկուս։ Եվ չեն ուզում ընդունել, որ իրենք անելիք ունեն։ Ոնց։ Այդ ես եմ, ինձանից, հա։ Մեր իմ ու ամուսնուս հետ կապ ունի այս երեխայի այդ խնդիրը։ Չէ, այդ բանը տատիկն է, հարևանը, բակի ազդեցությունը, երկիրը, իշխանությունը, չգիտեմ, հա, կարող են կանվերջ խոսալ, հա, դարն է, երեխաները այս դարում времена всегда одинаковые, չէ, Մոսկվան արցունքներին չի հավատում ֆիլմ կար։ Ասում ժամանակները միշտ նույնն են։ Մարդիկ էլ հավանաբար նույնպես։ Այնպես որ պիտի ընդունենք, որ երեխան իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես զգում է։ Իսկ երեխան իրեն զգում է ճիշտ այնպես, ինչպես մենք կարող ենք իրեն զգալ տալ այդ պահին այդ իրավիճակում։ Մի երկու խոսք էլ արագ ասեմ ու արդեն կարծես ավարտեցինք, ոնց որ թե ժամանակի մեջ էլ տեղափոխվում ենք։ Սա ամեն ինչի դարաշրջան է, եւ մենք ուզում ենք ամեն ինչ անենք մեր երեխաների համար, լավագույն նկրտումներից ելնելով, այստեղ կասկած անգամ չունեմ, այդ չի հարցը, այո, սիրուց ելնելով, որտեղ մենք սովորաբար գոռում ենք, որտեղ սիրում ենք։ Մենք թույլ չենք տալիս, որտեղ սիրում ենք։ Սահմանը փակում ենք, որտեղ սիրում ենք։ Եթե չսիրեինք, ասենք գնա, որ պատովն ուզում ես սիրելի բալիկ ջան, գլուխը տուր, մատերդ մցրու վարդակի մեջ, գնա ծխի վակում, որի խնդրեմ չկա, եթե ուզում ես ծխել, արդեն այդ տարիքը եկել է, խնդրեմ։ Չէ, մենք դա անում ենք, որտեղ սիրում ենք։ Բայց այդ սիրուց դրդված ու իրեն ամեն ինչ տալու երեխայի կուլտի թեմային հետ գալով մենք մեր ինքնագնահատականը բարձրացնում ենք ի հաշիվ նրա, որ իրեն առողջ ինքնագնահատականի տեղ չենք թողնում։ Բարձ օրինակ, ամեն ինչ առնում ենք, նյութական ամեն ինչ, տենց ծնողներ շատ կան, տատիկներ, պապիկներ շատ կան։ Ամեն ինչ հասցնեմ։ Ես չեմ ունեցել երեխաս ունենա, ես երաժշտական չեմ գնացել երեխան գրանա, ես երազել եմ այս ինչ դառնա, թող երեխան դառնա։ Այդ ամեն ինչի մեջ այդ երեխային չենք թողում առնչվել չէի հետ, սահմանների հետ, չունենալու հետ, այդ չունենալու հետ։ Ինչքանով են մեր երեխաները առնչվում։ Ու խոսքը այդքան ֆինանսի հետ կապված չի։ Խնդիրը նա է, որ մենք մեր հնարավորությունների սահմաններում միշտ ձգտելու ենք անել ամեն ինչ այդ երեխաների համար, բայց երեխան պետք է իմանա, որ ինքը չի կարող ունենալ խանութի բոլոր մեքենաները։ Հասկանում եմ, ուզում ես, գիտեմ, պատկերացնում եմ, ինչ ահավոր է կանգնել մի ամբողջ շարք, մի ամբողջ պահարան ավտոների, ավտոմեքենաների դիմաց, բոլորը ուզել ու բոլորը չստանալ, բայց չենք կարող։ Թողում ենք ինքը մի քիչ տենց իր հույզերի հետ, տենց ոչ միշտ շատ արդյունավետ ձևով, հա, արտահայտում է այդ հույզերը, հետո կարող ենք տանը դրա մասին զրուցել ու դրան հետ գալ։ Բայց նախ չենք կարող ամեն ինչ առնել, երկրորդ չենք կարող ոչինչ չառնել, կարող ենք միշտ բանակցել իր հետ, բայց այդ ամեն դեպքում այդ ձգտումը ամեն ինչ լիության մեջ անելու բերում է նրան, որ ի վերջո մենք իրեն իր իրականությունից կտրում ենք, իրեն կտրում ենք կյանքի հետ բախվելու
իրական կյանքի հետ բախվելու այդ մարտահրավերներից եւ չենք տալիս հմտություն դրանց հետ գլուխ հանել։ Իմ երկրորդ կարևոր մոռացա նախորդում պիտի ասեին, թե ինչ եմ ես գիտակցել ու անդադ փորձում եմ հաղորդակցել, հա, այսինքն փոխանցել, կոմունիկացնել նաև իմ լսարանին հաճախ, որ մեր դերը որպես ծնող մեծացնել մեզանից անկախ եւ մեր կարիքը չունեցող մարդու, որտեղ մի օր մենք իրանց կողքը չենք լինելու։ Նորից մեր դերը որպես ծնող մեծացնել մարդ, ով մեր կարիքը չունի։ Կոշկափողերը կոչկելիս 4 տարեկանում։ Իսկ մենք միշտ տապում ենք։ Հեսա գործից կուշանանք, շուտ արա դե լավ տուր ես կապեմ։ Չգիտեմ, սնունդ ընտրելիս, հա, օրինակ ես ինչ բան եք ուտես, թե ինչ բանը, պրիմիտիվ հարց, ինչքան հաճախ ենք մենք մեր երեխային կամ ամեն օր հարցնում, դու չգիտեմ այնտեղ հնդկաձավար կուտես, թե բոշով ապուրը։ Քիչ ենք հարցնում։ Անկամ փոքրիկին առավոտյան քանի անգամ ենք հարցնում, դու ձվածեղ կուտես, թե շիլա։ Մենք եփում ենք կամ ձվածեղ կամ շիլան ու դնում ենք դեմ։ Ասում ենք կեր։ Թե կխմես կաթ, թե ինչ այնտեղ հյութ։ Մենք գիտենք, որ երեք թեր խմել, այսօր էլ կաթ տամ։ Կամ երեք կաթ խմել, այսօր էլ հյութ տամ, կամ տանը հյութ կա հյութ տամ։ Բայց երբ այդ ամեն ինչը չենք անում ու չենք տալիս հմտություն ընտրելու, ընտրածի համար պատասխանատվություն կրելու, դասերդ կանես տատիկի տուն գնալուց առաջ թե հետո, քանի անգամ ենք հարցնում, դրա դասերը տարա։ Մինչև չանես չեն գնա տատիկի տուն։ Հա, բայց տվեք, այն մարդը մեկ էլ հոտ գիտակցում է, ասում է մի րոպե։ Չի էլ քննարկվում, որ ես պիտի դասերս չանեմ։ Քննարկվում է ընդհանրապես ժամկետը, ուռա, ես կարող եմ ընտրել ժամանակը։ Ես կարող եմ ինքս ընտրել անեմ տատիկի տուն գնալուց առաջ թե հետո այդ դասերը։ Այ այստեղ շատ հիմա չեմ առավոտյան 7:20-ը արդեն շուտ արա վեր կացի ուշացանք արդեն քանի անգամ կարող եմ ասել դու ասում ես ունես 5 րոպե կպարկես թե արդեն վեր կկենաս պրիմիտիվ բան ամեն օրվա մեր խոսքի ու վարքի մեջ հա այդ ամենը տալուց մենք իրեն տալիս ենք ընտրության հնարավորություն մեկ էլ ինքը հանկարծ ասում է կարա այս երկու տաբատից մեկը հագնի ոչ մեկ չի որոշել ինքն է որոշել ինքը որ տաբատը հագնի դուք չեք տալիս այն գլխից մի հատ ամառային պլեչիկով շոր ձմռանը ու ձմեռային շոր ասում որը կուզես բնավ չէ դուք տալիս եք երկու այնպիսի հագուստ որ հաստատ գիտեք ինքը որն էլ ընտրի ձեզ համար դա ու եղանակային պայմաններ լրիվ ընդունելի եւ 16 տարեկանում ինքը շատ հեշտ ընկեր է ընտրելու իսկ եթե ինքը երբեք չի ունեցել ընտրել իսկ մենք այդպես ենք մեծացնում Ինչու ունենք նվնվիկ տղաներ, փոքր թեկուզը, բայց սովորաբար հաճախ նաև ավելի մեծերի մասն են դա ասում, որովհետև չենք տալիս այդ հնարավորությունը, չենք սովորացնում մի ամբողջ փունջ կենսական հմտություններ, հետո մեկ էլ 18-ում ասում են եկայշես, չես կարողանում թացը չորից լավը վատը տարող, ինչի չես կարող գնալ դասախոսիդ հարցնել, ինչի եք դասատուից ինչ ես ինձ գնահատական, ինքը երբ հա տանը իրավունք ունեցել ասելու Ինչի եք դուք իմ փոխարեն որոշում ես ինչ մի բան է։ Իրեն թույլ անգամ տրված չի եղել, ընդվզել։ Ասել չէ, ես չեմ ուզում։ Ընդունել այդ չէ։ Բանակցել, համոզել չէ։ Հրամայել, միայն վերից վար հրամայել։ Սովորաբար այդպես է լինում։ Ու հետո 18-ում ակնկալում ենք, ինչ մի օր պետք է արթնանար ու ընտիր որոշումներ կայացներ իր կյանքի վերաբերյալ։ Այդպես չի լինում։ Ու տունը ամենաապահով տարածքն է, որտեղ ինքը կարող է լինել այնպիսին ինչպիսին ինքը կա, իր փշոտ ձևերով, սխալ որոշումներով, չգիտեմ, անհաջող մեկնաբանություններով, տանը միակ ապա, տունը միակ ապահով վայրն է, որ նա կարող է դա անել ու իրեն չեն պատրի, չեն ծաղրի, չեն փնովի, չեն գնահատի դրա համար։ Այնպես որ այս գլխից պիտի սովորեցնենք, փրկել անverջ չենք կարող, իրենց փոխարեն իրենց կյանքը ապրել նույնպես չենք կարող եւ այդ տալու մեջ մեզ պիտի չկորցնենք, էլի, ծայրահեղությունների մեջ չընկնենք։ Այսքանը, որ շատ թողակ, շատ կխոսեմ, ավելիով է այստեղ։ Շնորհակալություն շատ։ Շատ հետաքրքիր մատուցեցիք նյութը։ Մի քանի հարց ես ունեմ եւ նաեւ դալիճին հնարավորություն տանք հարցերի։ Խոսեցինք ընտրություն կատարելու մասին, օրինակ բերեցիք երկու տաբատ եւ որը ընտրում ես այդ չափի մասին եմ ուզում խոսենք որտեվ կա տարբերակներ որ ծնողները 40 շոր են դնում ասում են ընտրի ու
Այդ արդեն ընտրություն չի, էլի։ Այդ ընտրություն առաջարկելու սահմանի մասին նաև կուզեի խոսեք։ Տեսեք, գերմաներեն մի շատ լավ ասացված կա, որ գերմաներեն նոր է ուսումնասիրում, ասում է ով ունի ընտրություն, նա ունի տանջանք, եթե բառացի թարգմանում, հա, երբ որ ընտրությունը շատ մեծ է, անգամ մեր դեպքում։ Մենք ամեն օր, երբ ունենք 8 տեսակ հնդկաձավար, որից պիտի մեկը ընտրենք մեր տան համար, դա շատ բարդ է, երբ ունենք 3-ը շատ արագ կողմնորոշվում են։ Մարքեթինգային շատ հայտնի բարձ հնարք է։ Եթե ուզում ես ինչ-որ բան վաճառես, սարքի 3 տեսակի 3 արժեք դիր, մարդը միշտ ընտրելու է վերևից երկրորդը ամենաթանկը, այսինքն ամենաէժանը չի վերցնելու, ամենաթանկը, նույնպես ինքը վերցնելու է թանկին մոտ երկրորդ տարբերակ։ 2-ից 3 հատիկը սովորաբար ամենաօպտիմալ ոնց որ թիվն է, որից կարող են երեխային տալ ընտրություն։ Խաղալիքի, հագուստի, ըմպելիքի, հետաքրքրությունների, օրինակ մի քիչ տարանք լող զուգահեռեցինք, չգիտեմ, այնտեղ ինչ որ ինքնապաշտպանական սպորտի հետ եւ նաեւ գնում է ջութակի։ Ինչ որ պահի մենք պիտի ընտրենք ու ցանկալի է երեխայից էլ հարցնենք, իսկ ինքն ինչ է ուզում, կամ մենք արդեն իսկ որպես այնց հմուտ գիտակից իմաստուն մարդիկ տեսնում ենք որն է իր մոտ լավ ստացվում ու որտեղ կա առաջընթացի հնարավորություն, զարգացման հնարավորություն ու իհարկե չմոռանանք, որից է ինքը հաճույք ստանում։ Այդ շատ կարևոր է, հա? Ու դա տանք, բայց երբ տանում ենք 15 խմբակի, լավ, չափազանցնում եմ, 6 խմբակի։ Իր համար էլ է դժվար կողմնորոշվել, այդ 6-ից որն է լավը։ Կամ ինքը որն է սիրում այդ 6-ից։ Նույնպես որ, այո, չտանք երբեք շատի հնարավորություն, երբեք ասելով ի նկատի ունեմ, քանի դեռ իր ուղեղն ավելի փոքր է, անփորձ, չունի այդ հմտությունները զանազանելու, տարբերակելու, ինչքան շատ է լինում, այնքան ինքը շփոթվել է։ Նույն խաղալիքների պրիմիտիվ բան, ասում են փոքրիկների դեմ մի լցրեք 20 խաղալիք։ Դա նաև ուշադրության ցրվածության, ուշադրությունը, կենտրոնացվածությունը բաշխվում է, չէ՞, այդ 20-ի միջև։ Տվեք 2-3-ը, մի շաբաթ հետո այդ 2-3-ը վերցրեք, բերեք մեկ ուրիշ 2-3 հետո դա տարեք, մինչև նա մոռացած կլինի այն առաջինը, հետո նորից կարող եք պտտել առաջինը։ Նույն համակարգով նաև ամեն ինչը կյանքում կարծում եմ։ Նաև կուզեի խոսենք դպրոցների անելիքների մասին, կոնկրետ ծնողավարության դեպքում ինչ անելիքներ կա եւ այսօր ինչ է արվում, եթե տեղյակ եք կամ ինչ է նախատեսվում անել։ Միշտ ինչ որ բան արվել է, ասել որ միշտ վատ է արվել, սխալ է արվել, ոչ, հիմա էլ շատ բան արվում է, շատ բան փորձում ենք անել, բայց ես չեմ պատասխանի դպրոցների փոխարեն թե իրենք ինչ ունեն անելու ծնողավարության։ Դպրոցները օրինակ չգիտեմ, իմ աղջիկը ունի ուսուցիչներ, որ ես մեկ խանդում եմ անկեղծ, թե ինչի ինքը այդքան սիրում է ուսուցիչներին ու ծաղկե փնջերով գնում նրանց մոտ բարբերաբար տարին մի քանի անգամ, բայց ինձ տենց շատ ծաղկե փնջ, տենց առթից առ, ծնունդ մարտի լավամին։ Ինչու, որտեվ այդ մարդիկ իսկապես երկրորդ ծնող են։ Իրենք ահառելի մեծ կտորը մեր երեխաների կյանքի անցկացնում են հենց մեր երեխաների հետ։ Ու իրենց ազդեցությունը, իրենց օրինակը դարերով ուսուցչի կերպարը եղել է շատ օրինակելի, ավելին անգամ քան ծնողին է։ Մի բան կարող եմ ասել, որ ինձ համար ցավոտ է ու այդպես ցավոտ էլ մնում է դեռ ու չլուծված ինձ թվում է։ Հաճախ ծնող երեխա դպրոց այդ եռանկյունու մեջ, հələ պետություն իրական բազմաթիվ են այդ պատվիրատուները կրթության։ Այդ եռանկյունու մեջ մենք հաճախ կողմեր ենք բռնում։ Օրինակ տեսեք, միշտ երեխան ու ուսուցիչը տարբեր իրանք գետի տարբեր ափերին են։ Իրենք տարբեր կողմերում են, կռվում են կարծես տարբեր ֆրոնտերից։ Հետո գալիս է ծնողը կամ երեխայի կողմն է բռնում, կամ ուսուցչի կողմն նայածով։ Բայց այստեղ չկան կողմեր։ Ու բարդությունը դրանում է, մենք կողմեր չենք, մենք նույն նավի մեջ ենք։ Մենք նույն գետի ափին ենք, ավելին մենք նույն նավի մեջ նույն ուղղությամբ ենք գնում։ Դե ուրեմն ինչ է մնում տակակ, խոսել, համագործակցել, լսել, ընդունել։ Գուցե երբեմն չհամաձայնվել, բայց ասել այո, այսպես է։ Ամեն այսօր երեխայից վերցնում եմ դպրոցից, նստում եմ կամ մյուսին բուհից արդեն, նստում եմ եկա ու գնաց։ Ես գիտեմ, որ սա մի 10 րոպե հաճախ է ինչ ուսուցչի անարդարությունից, այն ինչ ուսուցչի խտրական վերաբերումից, երբեմն օբյեկտիվ է։ Եթե լսում ես, կողքից հայ էլի իսկապես եմ արդեն։ Հետո ասում ես լավ։ Սիրելի աղջիկ, ունենք քո նման 31 աշակերտ դասարանում եւ այդ մի ուսուցիչը, ով վստահ չեմ, որ գտնում է, որ ըստ արժանվույն բարձրատրվում է, ես բնավ դրանում վստահ չեմ,
ով ունի մի քանի տեսակի իրենից վերև մարդիկ իր պաշտոն է, փոխտնօրեն, տնօրեն, չգիտեմ, այդ բլոգի ղեկավար եւ այլն կրթական, ում հաշվետու է իր արածի համար, հələ պիտի ձեզ բոլորիդ հասցնի փոխանցի գիտելիք, հետ ստանա այդ գիտելիքը, ու դուք բոլորը գոռում եք դասի ժամանակ։ Այսինքն անընդհատ կողմեր բռնելու փոխարեն փորձեր վերլուծել։ Երեխային տալ հմտություն, որ դու գնա խոսիր ուսուցչի հետ։ Հանգիստ խոսիր այնպես, որ հասկանաս պատասխանը։ Ինքը ինչ քեզ ասի, դու տեսնես լե համաձայն ես դրա հետ, թե չէ, որտեվ այո, կարող է հանկարծ իսկապես մեկ ասեց մի բառ իրեն 9 դրեց, ես մի ժամ պատմեցի, ինձ 8 դրեց։ Okay, բայց հնարավոր է դու պատմածիդ մեջ sense ջուր ես ծեծել։ Քեզ թվում է, որ դու երկար պատմել ես, բայց փորձում ես հասկացնել երեխային, որ չկան կողմեր, ինձ չգաս չբողոքես։ Եթե նույնը լինի նաև ուսուցչի կողմից, այսինքն ծնողը չգնա ու սենց արած, որ իմ երեխային եկել եմ պաշտպանելու, կամ հակառակը, երբ ուսուցիչը բողոքում է երեխայից, ծնողը չասի, տես, ինչ է ասում ուսուցիչը մեր մասին հաճախ ասում, հա մենք մաթեմից մի քիչ, մենք տեսնենք, չէ՞ ինչքան եք, մենք մաթեմից տենց ուժեղ չենք, հա մենք մի քիչ դժվար ենք կենտրոնանում, մենք այսօր պարապմունք ունենք, մենք չունենք, երեխան ունի։ Բայց չբռնել ուսուցչի կողմը ու ել ավելի չճնշել երեխային, շատ թափես դատավորի դեր չտանելը շատ կարևոր է կյանքում երեխաների հետ փոխհարաբերություններում։ Բայց երբ մենք կգտնենք համագործակցության այդ ոսկե միջինը, որտեղ այո բախումներ լինելու են, այո դժգոհություններ լինելու են եռանկյունու բոլոր երեք կողմերից պարբերաբար, բայց երբ կա ընդհանուր նպատակ երեխային հասցնել ինչ որտեղ, հələ ցանկալի է նենց տեղ, որտեղ պետությունն էր պատվեր տվել մեզ բոլորիս գնալ, որտեղ ըստ էության կրթության պատվիրատուն պետությունն է, ծնողը չի, ծնողը ընդհանրապես դպրոցը տենց բան համերգ տվող ինչ որ մի բան չի, էլի գնաս պատվիրես տոմս առես ու նստես սկսես հիանալ ինչքան իրանք լավ են նվագում, փնովել որ լավ չեն նվագում։ Մենք բոլորս նույն նավի մեջ ենք, մենք գնում ենք բոլորս նույն ուղղությամբ եւ համագործակցությունը ու իրար լսելը անխուսափելի։ Ինձ գնահատականներից զերծ կպայեմ չեմ կարող գնահատել, դպրոցները տարբեր են, ծնողները նույնպես, ուսուցիչները նույնպես, այնպես որ պատմություններն էլ դպրոցներում տարբեր են, բայց այո, դպրոցը շատ մեծ դեր ունի խաղալու երեխայի կերտման գործում։ Շատ լավ, դուք ձեռք ունեիք, խնդրեմ։ Սեփական օրինակով բերեմ ու մի բան հարցնեմ, էլի, ինչպես ընտրել մասնագետին, այս դեպքում հոգեբան կամ ով որ քեզ կարա օգնի, որ դու երեխուդ հասկանաս, երբ որ մարքեթինգի տեսանկյունից բոլորը տենց շատ սիրուն են թվում։ Օրինակ, մենք մոտ 12 հանդիպում ժեստ ենք գնացել, տես մենք ասեցի տղայիս համար, բայց ես սկզբի երկու հանդիպումը ռեալ վիճել եմ իրանց հետ, որտեղ իրենք չեն թողնում, որ ես բարձրանայի ու տեսնեի իրենք ինչ աշխատանք են անում 3 տարեկան երեխայի հետ։ Ու հետո ինչ որ ժամանակ հետո մինչև հիմա էլ ամուսինս ասում է որ այդ անիմաստ էր, բայց ես տեսա ինչ որ փոփոխություն, բայց վերջերս այդպես ոնց որ ծանոթի միջոցով Արփի Վանյանի մասին իմացանք, մեկ հանդիպում գնացինք եւ այդ մեկ հանդիպումը մեզ ավելի շատ օգնեց բոլորով իրար հասկանալու, քան այն, չասեմ, ինչքան գումար էինք ծախսել։ Ու իմ մոտ այդ ռեալ հարցը առաջանում է հիմա, ինչպես ընտրել, որ դու հասկանաս, հա, էլի, այսինքն գնում ես մի հատ վատ բժիշկի մոտ մի տեղը ջարդում է, հետո գնում ես ուրիշի մոտ նոր բուժում է, այսինքն մարքեթինգից մենակ վերցնելով չես կարողանում փաստորեն որոշում կայացնել ու ինչքանով է ճիշտ, որ ծնողը ներգրաված լինի այդ գործընթացի մեջ, որովհետև ոնց որ թե երեխան այդքան էլ բան չի հասկանում, էլի, ու իրականում մեզնից է խնդիրը։ Շնորհակալություն, նախ շնորհակալություն, որ փնտրում եք մասնագետ ու դիմում եք մասնագետին, երբ երեխան ունի խնդիր։ Մենք չենք կարող հարևանին խնդիրը պատմելով կամ մոմ թափողի մոտ տանելով սովորաբար ասենք, չեմ, գիշերային վախերը բուժել։ Այդ դրան հանգում ենք։ Մենք գիտահեն, իսկ հոգեբանությունը գիտություն է։ Տեսեք, նախ 3 տարեկանի հետ մենք կոնկրետ չենք աշխատում։ 3.5 մի կերպ, եթե այդպես շատ զարգացած երեխա, այսպես այսինքն կոմունիկացիան, խոսքը, իր խնդիրը նկարագրելը, հա, թեկուս պրիմիտիվ բաներ, չգիտեմ, զարգացած են, այնքան որ կարող է սկսել երեկո սովորաբար 4-ից հետո նոր սկսում են երեխայի հետ աշխատել, մինչև 4-ը ամբողջությամբ աշխատում են ծնողների հետ։ Երկրորդ ոչ դուք չեք կարող ներկա լինել երեխայի հետ հանդիպումներին, ցավում եմ։ Միայն լոգոպեդիկ օժակցության դեպքում, լոգոպեդի պահանջով երեխաների հետ աշխատանքում ներկա են ծնողը, որտեղ լոգոպեդի հետ աշխատանքը ենթադրում է տանը 10 անգամ ավել աշխատանք ու ծնողը պիտի իմանա ինչպես աշխատել։ Երրորդ ձեր երեխաների հետ աշխատանքը գաղտնի է։ Դուք երբեք չեք կարող հոգեբանից ճշտել ինչ ասեց ձեր մասին, ինչ պատմեց այս ինչ մի դեպքի մասին։ Դա գաղտնի կոնֆիդենցիալ տեղեկատվություն է, որը մնում է միայն երեխայի եւ հոգեբանի միջեւ, բայց
դուք պատասխանատու եք երեխայի համար, դուք եք բերում երեխային, հոգեբանը իրավունք չունի աշխատել մինչև 18-ը լրացածը որևէ մեկի հետ առանց ծնողի հետ դա համաձայնեցնելու եւ թույլտվության ծնողի եւ ծնողի հետ ամբողջ ընթացքի արդյունքները, հայցը, որով դուք եկել եք, հա, ինչքանով մոտ եք այդ հայցին, ինչքանով մոտ եք խնդիրլուծմանը, ինչ կարող եք դուք տանը անել, որ նպաստեք երեխայիս ինչ կամ ինչ վարքային կամ հուզական խնդիրները շտկելու հետ, այդ ամեն ինչի մասին դուք պետք է տեղյակ լինեք։ Դա ձեր իրավունքն է որպես ծնող։ Ինչ ես խորհուրդ կտամ հոգեբանի ընտրելուց առաջ, պարտադիր մի հատ փնտրել թե ինչ է ենթադրում հոգեբանի հետ աշխատանքը անչափահասի հետ, այսինքն հոգեբան եւ անչափահաս երեխա աշխատանքն իրենից ինչ է ենթադրում, որ դուք պատկերացնեք ինչ է այնտեղ արվում, որտեվ օրինակ մինչեւ 12 տարեկան երեխայի այդ աշխատանքի դեպքում ակտիվ օգտագործվում են արտ-թերապևտիկ հմտություններ, դերային խաղեր, այնտեղ տունիկը, տիկնիկները, դուք չեք պատկերացնում ինչ հրաշքներ են տեղի ունենում մի հատ այս կոնտանիկն է ու ասինքն երեխան ընդամենը 15 րոպե խաղում է ու դու ամբողջ ընտանիքի պատկերը տեսնում ես կամ նույն նկարելը կամ նույն ավազաթերապիան հա շատ ակտիվ դրանք օգտագործում բացի խոսքային թերապիայի 12-ից բարձր գնալով դա նվազում է ավելի շատ խոսքային թերապիան է լսելը ընդունելը չքննադատելը եւ այլն եւ անընդհատ հոգեբանի մտքում ծնողի հայցն է հա բայց դուք պիտի նաեւ հասկանաք որ այդ հայցը պատվեր չի երեխաս ինձ չի լսում կամ երեխաս գadgetների մեջ շատ է վերցրեք ուղեք լուծեք տվեք չի լինելու այդպես, որովհետև համ դուք ունեք աշխատանք համ երեխա, համ էլ դա իրոք, մենք չենք կարող փոխել այդ երեխային, հա? Մենք կարող ենք երեխային օգնել, գնահատել, գիտակցել, այլ ելքեր գտնել։ Ուսումնասիրեք ինչ է նշանակում աշխատանքը, երբեք չամաչեք հարցնել այդ մասնագետի կրթության մասին, պարտադիր է հոգեբանի բազային կրթությունը 4+1 առնվազն, հա, բակալավրիատ մագիստրատուրա, եւ պարտադիր է ինքնակրթվելու նրա ջանքերը վերապատրաստումները տարբերաբար գիտությունը մեծագույն լոնքերով բոլոր ուղղություններով գնում է առաջ, այդ թվում հոգեբանության մեջ։ Եվ եթե մենք մնանք այն ինչ սովորել էինք բուհում 10 տարի առաջ, ոչինչ չի փոխվի։ Այսօր մեր թիմում ում դուք տեսակ նկարով նրանք ժամանակ եւ ահռելի ֆինանս են ներդնում անverջ կատարելագործվելու մեջ։ Մի ամաչեք հարցնել դիպլոմը, ես մի օր մեկին հարցեցի, ինձ բլոկ դրեց, որտեվ ես գիտեի ինքը հոգեբան չի, ես հարցեցի կարելի է ձեր դիպլոմը տեսնել, ինքն ինձ բլոկեց։ Բայց ինքը հայտարարում է, որ հոգեբան ես գիտեմ, ինքը 4 ամսյա կուրս էր անցել։ Չի կարելի 4 ամիս, 6 ամիս, 12 ամիս, չի կարելի, դուք չեք կարող դառնալ հոգեբան։ Ոնց որ եւ չեք կարող դառնալ բժիշկ ցանկացած ոլորտում կամ ինժեներ ցանկացած մասնագիտություն վերցեք, դու չեք կարող երամսյա ինչ-որ կուրսերով գնալ մարդու կյանքի հետ գործ ունենալ, հա, կամ այլ ինչ-որ ուղղություններով, գիտություններով։ Այնպես որ մի ամաչեք հարցնել, մի քիչ ուսումնասիրեք ինչ է դա ենթադրելու, եւ ապա, այո, պիտի փորձեք։ Հենց արդյունքը տեսնեք դուք։ Ուրեմն ճիշտ մասնագետի մոտ եք։ Խնդրեմ։ Ես առաջին ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ դուք այս գործով զբաղվում եք ու փորձում եք այս թեման պոպուլարիզացնել, որտեղ շատ կարևոր բան է, բայց հարցս այսպեսին է, ես զբաղվում եմ սերունդների տարբերության թեմայով, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, հիմա սոցիոլոգներն ասում են, որ մինչև 25-րդ թիվը ծնվել են ալֆա սերունդի երեխաները, 25-ից հետո ծնվելու են բետա սերունդի երեխաներ։ Ուզում եմ ձեր կարծիքը իմանամ, եկել ոնց եք պատկերացնում, ինչպիսին են նրանք լինել, շնորհակալություն։ Ես մասնագետ չեմ, ցավոք այն պատասխանը, որ ես կտամ, դա իմ անձնական կարծիքն է լինելու, այստեղ մասնագիտական շատ բան չկա, սոցիոլոգ չեմ։ Եվ ինձ համար այդ անվանումները զուտ պայմանական են, որ մենք իմանանք, որ սերնդի մասին ենք խոսում, հա։ Երեխաների համար դա շատ կարևոր է, օրինակ մեծ ես էս ինչ արդեն չեմ հիշում։ Կներես աղջիկ ջան, բայց չեմ հիշում։ Նա ինչ որ ոչ, մենակ ես եմ այդ սերնդից միս փոքր քրոջ մասը նա արդեն այդ, իսկ դու ընդհանրապես papai հետ ես, ինչ սերունդ իրենց համար դա գուցե կարևոր է, ինչ որ տես պայմանականությունների, ինչ որ տես երիտասարդական բաների, ինչպիսին իրենք կլինեն, ես մի փոքր ուսումնասիրել եմ, ասում են, որ նրանք շատ ավելի խաղաղասեր են, շատ ավելի խտրական չեն, տոլերանտ են, շատ ավելի։ Բայց չեմ կարող ասել դա լավ է թե վատ։ Ինձ համար շատ դժվար է այդ բանը դնել։ Ես չգիտեմ լավ է, որ ահա որ խաղաղասեր սերունդ է մեծանում։ Երբ մենք ապրում ենք այսօր թշնամիների մեջ ճզմված։ Ես չգիտեմ տոլերանտը մինչև ուր է լավ որ տոլերանտ լինեն։
Եվ երբ իմ 12 տարեկան աղջիկը եկավ ասեց մամ, ես դեմ եմ, որ հայկական երեխա իմ վիճակը պիտի հիշեմ, պատկերացնեք, ես դեմ եմ, որ հայկական հայ եկեղեցին չի ամուսնացնում հոմոսեքսուալներին, այդ փոթորիկը շատ լավ հիշում եմ ինչի մեջտեղ ընցավ, ես իմ զուսպ ու կիրթ պատասխանն եմ հիշում ու հիանում ցենց ուղակի սենցում ինչ լավ է որ ես գոնե մի քիչ տեղյակ եի էլ երեխեք հետ ոնց է պետք խոսել 12 տարեկանում թե ես կարող կորցնեի իմ երեխային ես չգիտեմ ինչև ինչ աստիճան լավ է տոլերանտությունը դրա համար ինձ դժվար է ասել բայց ես տեսնում եմ սերունդ նաև նույն բարձունքի ճամբարների երեխաներին հա մեմի մարզե երեխաները մարզերում երեխաներում հետ շփվում եմ քիչ թե շատ դրանք հրաշք երեխաներ են ու գալու են ավելի լավերը ու հույսներս իրենք են ըստ որում ուզում հիշեցնել ինքս ինձ եւ ձեզ որ պետք չի որ բոլորը այդպեսին լինեն գոյություն ունի կրիտիկական զանգված շատ հայտնի ֆրազը եւ տեսությունը որ եթե կա կրիտիկական զանգված փոփոխություններն անխուսափելի են պետք չի որ 3 միլիոն մարդ փողոց դուրս գա որ ինչ որ բան փոխվի բավարար է 150,000-ն էլ դուրս գան կրիտիկական զանգվածը կփոխվի դասարանում եթե 30 երեխայից 5-ը լավ սովորող են, այդ դասարանը դառնում է ամբողջությամբ լավ սովորող։ Մեր կուրսում մենք 14 հոգի էինք, առաջին կուրսում 3 գերազանցիկ ունեինք 11 հարվածային, մենք ավարտել ենք 3 հարվածային 11 գերազանցիկով կուրս։ Ну, մեր խմբում էլի կուրսը շատ մեծ էր, խմբումի նկատում։ Կա կրիտիկական զանգված, ու եթե այդ կրիտիկական զանգվածը լինեն այս փայլուն երեխաները, մենք մի քիչ հույս ունենք։ Մի քիչ չպատասխանեցի ձեր հարցին, կուզեմ դուք ուսումնասիրեք, մի օր կարդամ թե ինչ կարծիքի եք սերունդների տարբերությունների մասին։ Հարցեր, դուք ունեիք հարց։ Վերջում։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես մանկական վախերի հետ կապված եմ ուզում հարցնել։ Իմ տղան 5 տարեկան է։ Ես տեսնում եմ, որ ինքը մութ սենյակներից խուսափում է, անընդհատ ինչ որ sense ուզում է, որ ես գնամ լույսը միացնեմ, որ ինքը այս կամ այն անհրաժեշտ գործողությունն անի։ Կարդացի, որ կարող եմ խնդրել, որ նկարի, ինչից է վախենում, հետո դա օրինակ ծիծաղելի դարձնել կամ բան։ Իհարկե, իա papan ասաց, հեսա մամային է նկարելու, տենց կատակներ արեց, բայց Այդ էլ ինձ շատ ինֆորմացիա չտվեց ու արդեն ոնց որ 1 տարի եւ ավել է, ուզում եի հասկանալ այդ նշան 5 է ինքը հիմա։ Նշանակում է արդյոք որ արդեն պետք է մասնագետի դիմել կամ որ պահից է դա պետք հասկանալ։ Շատ լավ հարց եք տալիս։ Նախ վախերից խոսեմ շնորհակալություն, հետո ասեմ երբ է պետք հասկանալ, որ ցանկացած հարցով ցանկացած տարիքում պետք է դիմել մասնագետի։ Բոլոր տարիքներում կան վախեր Դրանք բաժանված են ըստ տարիքի փուլերի, մենք ունենք մի գիրք, ես կարող եմ փորձել Տիգրանի միջոցով ուղարկել, այնտեղ տարիքային այդ առանձնահատկությունները ու վախերի մասին կա, կարող եք կարդալ, բայց գրականություն շատ կա իրական։ Ամեն տարիք երեխայի մոտ ունի այդ տարիքին սպეციფიկ վախեր։ Օրինակ, եթե 5-6-ը վախենում է մթությունից, վատ երազներից, չար բոբոներից եւ այլն, այնտեղ չգիտեմ, 14-ը վախենում է սոցիումի կողմից ընդունված չլինելուց, մերժված լինելուց, ամեն տարիք ունի իր սպეციფიկ վախերը։ Դրանք նորմալ են։ Մենք սեմինար ունենք, կոչվում է պետք չէ վախենալ վախերից։ Կարող եք հետևել, գալ մասնակցել։ Սովորաբար վեբինար ենք անում։ Այսինքն առցանց։ Այստեղ խնդիրը նա է, որ եթե այդ վախերը իսկ դուք որպես գրագետ ծնող ուսումնասիրել եք, գիտեք ոնց օգնեք երեխային, օգնում եք ու յոլա եք գնում։ Լրիվ չեն անցել, բայց ահագին փոփոխություն կա։ Հանգիստ եղեք, ոչ մի սարսափելի բան դրա մեջ չկա, կարող եք այդպես էլ շարունակել։ Բայց կա մի շատ կարևոր բան, որին պիտի ուշադրություն դարձնեք, երբ որ ուսումնասիրեք վախերը ըստ տարիքների։ Եթե նախորդ տարիքային փուլի վախը չի մարսվել եւ եկել է հաջորդ տարիքային փուլը, այդ շատ պետք է դիմել մասնագետի։ Այսինքն իմ աղջիկը ուներ վախ մահից, դրա կերպարը այդ մահվան վախի օծներ 6 տարեկան ընդհանրապես առաջին տարիքն է որ սկսում են մահից հարցնել իմ մոտը դասագրքային եղել է այդ աղջկաս հետ գիտակցել որ կա մահ գիտակցել որ կյանքն անվերջ չի որ տատիկը կամ փիսիկը ինչ որ մի օր կարող է մահանան այդտեղ գալիս է շատ հարցեր մահվան վերաբերյալ այդ առանձին նյութ ունենք ինչպես խոսել երեխայի հետ կորստի մասին կան այդ ձևերը հեշտ են միշտ աշխատում են սովորաբար Թված հաղթահարեցինք, ես երջանիկ, որ ամեն ինչ լավ է, հիմա 12 տարեկան ենք, ունենք օծերից սուր ունենք, տեսնենք, օծերից ունենք սուր վախ, և պարզվեց, որ էլի, այսինքն էլի մասնագետի օգնությամբ պարզվեց, որ իր վախը մահից է, ավելին ձեզ ասեմ, պարզվեց, որ իր վախը իմ մահից է, ծնողի մահից վախ եմ երեխ,
Ու ես հասկացա, որ փասեն մենք չէինք մարսել այդտենց ինչ-որ ժամանակավոր բաներ, դադար էր այդ ամիջը ու իր 6 տարեկանին բնորոշ վախը եկել մտել է 12 տարեկան։ Դրա հետ աշխատում ենք, որտեվ պետք է աշխատել, որտեվ մեղք է, դեռ չնաշող ձևերը կան։ Փառք Աստծո, արդեն ոչ միտեղ օծ չի երևում, ոչ մի սուբլիմացիաների չի ենթարկվում այդ վախն օծը։ Լայն առումով երբ է պետք դիմել մասնագետի, երբ ցանկացած խնդիր, վախ, անհանգստություն, վարքային խնդիր, չգիտեմ, մտքեր, ինքնավնասման փորձեր, հազար ու մի բան կարող կպչուն մտքեր, սևեռուն գործողություններ, երբ դա ազդում է երեխայի կյանքի որակի վրա։ Որտեվ հա, կատարյալ չենք, ոչ մենք, ոչ երեխաները, հնարավոր է, վախ է, կլինի, կամ ինչ որ մի խնդիր է, ինչ որ փուլ է, կյանքում ինչ որ մի բան է տեղի ունեցել, դրան հետ է գուցե կապված, գուցե եւ կանցնի, փորձենք մաքսիմալ օգնել, կարդանք, սովորենք, օգնենք, բայց եթե դա տևում է երկար կամ այս պահին հենց այս կյանքի շրջանում ազդում է երեխայի կամ ամբողջ ընտանիքի կյանքի որակի վրա, դիմեք մասնագետ։ Մասնագետը երկար սովորել է նրա համար, որ ձեզ օգնի։ Ես մեկ հարց ունեմ, չնայած հիմա իմ տղան 14 տարեկան է, բայց այդ վախերը, որ դուք թվարկեցիք, դրանից ոչ մեկ իր մեջ չկա, այսինքն թեկուզ 12 տարեկանում ինքը չի վախեցել, որ իրան հասարակությունը կընդունի կամ չի ընդունի, իր համար ամեն ինչ միևնույնն է, թե դրսում, թե ներսում, այսինքն իրան նույնիսկ պատժելու համար, որ ինքը ինչ-որ մի սխալ բան է արել, հիմա իհարկե չէ մեծացել է մի փոքր, բայց մինչև այդ 14 տարեկան հասակը իրան ոչ մի ձև մենք չենք կարողացել պատժել, հասկացնել, որ ինքը սխալ է անում։ Իր համար բացարձակ միևնույն է զրկել հեռախոսից, լավ տեղերից, սիրելի գիտարից, որ ինքը հաճույքով նվագում է ու ինքը դափնեք իրա։ Ուզում եմ հասկանամ դա խնդիր է թե ոչ, թե դա միգուցե առավելություն է։ Ձեզ համար խնդիր է, որ ձեր երեխան ոչ մի բան ծանր չի տանում։ Բայց դա ծանր տանել չտանելու խնդիրն է, թե իր համար այդ անտարբերությունն է իմ համար անհանգստացնող, որովհետև սովորական մարդը չի կարա ինքը իր հանդեպ այդքան անտարբեր լինի։ Կարող է ինքը ուղղակի շուտ ադապտացվում։ Ինքը սովորում է, հա, որ միջավայրում, որ ինքը հայտնվի ինքը։ Այն ձեզ մոռանում եք տատիկ պապիկին, հարևաններին, բարեկամներին, երեխան ինքը ինչպիսին ինքը կա, դա իրեն վնասում է ինչ որ կերպ։ Սա հիմա ինձ մի պատասխանեք, բայց սա համար մեկ հարցն է, որ դուք պիտի ձեզ տակ։ Երկրորդ, եթե ձեր տանը, ձեր արժե համակարգից, ձեր կյանքին մոտեցումներից ու աշխարհայացքից ելնելով ընդունելի չեն անտարբերությունը, թքած ունենալը, պիտի դրանից խոսեք, ոչ թե գիտարը չթողնելուց եւ այլն։ Խոսեք նրանից, որ այս տանը ընդունված է միմյանց հարգել։ Մենք ուզում ենք, որ մենք քեզ հարգենք, դու մեզ հարգես, եթե դու զգում ես, որ ինչ որ բանի մենք քեզ չենք հարգել, բարձրաձայնիր դրա մասին, եւ երբ որ ես զգամ, որ դու ինձ չես հարգելու, ես քեզ գալու եմ ու ասեմ դրա մասին, որտեվ ինձ համար անընդունելի է։ Հարգանքը հիմնարար արժեք է այս տան մեջ։ Մենք իրար վրա չենք գոռում, մենք իրար վրա ոչինչ չենք շպրտում, մենք դուր չենք շրխկացնում իրար երեսի, այդպես ենք այստեղ ապրում, ու քանի դեռ մենք միասին ենք ապրում, ստիպված ենք իրար հարգել ինչ որ չափով։ Կատարելության կարող է եւ չհասնել։ Եվ մի բան էլ ուզում ասեի, մտքիցս թռավ, հենց գա կասեմ, բայց շատ կարևոր է ինչքանով է երեխան երջանիկ, ինչքանով դուք եք։ Ոչ մեկ չի կարող գնահատել, դա լավ է թե վատ։ Միայն դուք ձեր ընտանիքում գիտեք, դա ընդունելի է թե չէ։ Հիշեցի ինչ եմ ուզում ասել։ Պատիժները չեն աշխատում, սիրելիներ, 1000 ներողություն։ Կամ աշխատում են շատ կարճաժամկետ։ Այս պահին ինձ պետքա, որ ինքը իրան խանութում գետնով չտա, որտեղ ես այնց լավ մայր ամոթա դա իմ պատիվն է։ Ես ինչ որ մի բան կարող եմ ասել, այդ պահին կարճաժամկետ լուծումը տալ, երկարաժամկետ ոչ մի բանի չեմ հասնելու։ Ինչու՞, որտեղ ես չխորացա խնդրի մեջ։ Պատիժները չեն աշխատում ինձ համար նաև, որովհետև պատիժը համագործակցության մասին չի։ Եվ կա մի շատ լավ թեմա, որը կոչվում է պատժել, թե թույլ տալ, որ կրի իր արարքի հետևանքները, որ հենց հիմա մենք խմբերով աշխատում ենք բոլոր մարզերում ծնողների հետ, շատ դժվար են հասկանում ինչ տարբերություն, փորձեմ ասել ինչքանով որ կկաղանամ։ Պատիժը, երբ դու անում ես երեխան անում է մի արարք, դու իրեն ինչ որ մի ուրիշ սիրած բանից զրկում ես։ Խփեց քրոջը, զրկեցիք գիտարից։ Չարեց դասերը, զրկեցիք հեռախոսից։ Այդ պատիժը եւ իր արարքը իր հետ ընդհանուր ոչինչ չունեն։ Դուք ուղղակի ինչ որ բան ձեզ դուր չի եկել, իր սիրած բանից զրկել եք։ Էլի եմ ասում, ժամանակավոր, կարճաժամկետ հեռանկարում ինչ որ բան կարող է փոխվել, աշխատի։ Դուք հասնեք ձեր ուզածին։ Գնա դասերը երկրորդ
Մյուս 2 շաբաթը դասերը խելոքանի, որովհետև գիտի, որ 2 շաբաթով զրկվել է։ Հետո հենց տակ նույն բանն է լինելու։ Թույլ տալ կրել արարքների հետևանքների մասին է, որ երբ որ ինքը չարեց դասերը, 1 չարեց 2-3, նա գնաց, ստացավ վատ գնահատական, մի հատ էլ ամոթանք դասանում, 2 անգամ 2 օր լացելով եք ավտոն, որ ես խայտարակ եղա։ Ինչի դու ինձ չստիպեցիր դասերը տան։ Դու ասում ես, Բալջան, նայ։ Մենք քնում ենք ժամը 9-ին։ Դու քնելու ես ժամը 9-ին, այս տանը ժամը 9-ին երեխեքը քնում են, տենց հանդումած, դե հիմա մեր տանը տենց։ Ժամը 9-ին քնելու ես, քեզ մնացել է 40 րոպե։ Ես քեզ 2 ժամ ասում եմ, թող այդ գործիքը գնա, արա դասերը, դու չես անում, դու ունես ուղիղ 40 րոպե։ Եթե չարեցիր, ցավոք, ես չեմ կարող թույլ տալ, որ դու 9-ից հետո դաս անես։ Ու վաղը կամ ասում եք կամ ենթադրվում է, դու այդ ամեն ինչի հետևանքները կրելու ես։ Հավատացեք, ոչ մի երեխա չի սիրում գնա ու 2 ստանա, այն էլ եթե միշտ ինքը լավ աստացի, որտեղ մաման է միշտ իր փոխարեն ամեն ինչ արել, որտեղ ես այսօր տեսնում եմ մեր ծնողական չաթում, դե գիտեք այդ չաթերը, չէ՞, մեր գերազանցիկների ծնողները իրենք սովորում են ու ապրում են այդ կյանքը այդ երեխաների փոխարեն։ Իսկ այդ գործումը 7 տարեկան երեխայի դեպքում ուզում եմ ասեմ, այս դեպքում տարիքը փոքր է, ես փորձում եմ այդ մեթոդով։ Ձեր ասած դա նու պատիժ չէ, այսինքն այդ adekvat մոտեցման տարբերակը ինքը շատ ստրես է տանում դրանից, ինքը իրականության մեջ բավական պատասխանատու երեխա է, բայց բնական է, սիրում է խաղալ եւ այլն եւ այլն։ Հենց այսօր կենթանի օրինակ է, ինքը իր կամքով ուզում է շախմատի գնա։ Շախմատի տեղը բավական շատ խնդիր են տվել, նոր է էլի գնում։ Չի կարողանում լուծի։ Վեքսը չի գրել, հիմա լացում է ու նույնիսկ ինձ մեղավոր հանեց, դու ես մեղավոր չես, թողում վերջին 5 րոպեում այդ ամբողջ արա գրել։ Էլի, փոքր են, ամեն ինչ 7 տարեկանի համար էլ է նորմալ, 14 տարեկանի համար էլ է նորմալ, որ ինչ որ մի օր ինչ որ մի ստրեսի կենթարկվեն։ Նորմալ է, որ ինչ որ մի օր ինչ որ մի առարկայից վատ կստանան իրենց վրա կխոսան։ Եթե զգում եք չափից շատ պատասխանատու են, փորձեք օգնել, բայց ոչ թե իր փոխարեն անելով, այլ անընդհատ հիշեցնելով, որ բալ մնաց քիչ ժամանակ։ Դու գիտես, հիշում ես նախորդ անգամ ինչքան շատ լացեցիր, որ չարեցիր այդ բանը։ Հիշում ես նախորդ անգամ ավելի շատ ժամանակ պետք եղավ։ Բերն հենց անենք, որ հասնես, բայց դու 9-ին քնելու ես։ Կներես, դա չի քննարկվում։ Էլի ժամանակի զգացողություն դե հասկանում եմ իր տարիքում եկա դու ես բայց բացարձակ չունի ընդունեք մենք դպրոցը մեզ կպած է մենք մենակ դրավոր ենք այդ դպրոցը ընտրել ստիպված ենք հիմա 7-15 արթնանալ որ ինքը կարողանա իր տեմպով բայց միևնույն է էլի վերջին պահին միշտ հիշում է ես այդ իմ համար իսկ ոնց է ստացվում մենք դա կանցնի ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ 5 տարի հետո դուք այս հարցը կհիշեք ու ժամանակ ինչի ինքը փոխվելու է ձեր 14-ն էլ է փոխվելու իրենք փոխվելու են դա անխուսափելու դա շատ լավ է կամ էլ չգիտեմ եմ որ ասում եմ իրենք վատ հատկություն ունեն մեծանում են բայց իրենք փոխվելու են այս ամեն ինչին 5 տարի հետո դուք շատ ավելի թեթև եք նայելու քան հիմա որովհետև հիմա սուր է թվում խնդիրը մի քիչ sense վերևից նայեք պատկերին մի բան նորից ասեմ պատիժը չի աշխատելու բայց հետևանքները կրելը թույլ տալ կարող է Պարզ օրինակ, տարա խանութ, 8 տարեկան, տվեց իրեն գետնով, ուզեց 8 կանֆետ, չառա, սաղ կանֆետները ձեռքով թափեց հատակին, իրեն պահեց սարսափելի, բայց ես ինձ զսպեցի, կամ չգիտեմ, մի ծնողի դեպքում ես գոռում եմ, հեսա կգնանք տուն դու հալդ կտեսնես, վերջ ես էլ կյանքում քեզ այսինչ կանֆետը չեմ առնի, վաղվանից գաջետների երես չես տեսնի, հերոստացույցերը կնաց միտեղ, հա ու վերջում պապան կգա դու քո հալը կտեսնես, այդ բան ոսկե կանոն, հա, այդ պարտադիր, խեղճ պապան դարձել է բոբոձյաձյա, այսինքն երեխայի մտքում պապան դա մի ուժ է, որը գալու է ու իրան սաստի կամ պատրի Աստծո սիրո պապան այն կերպարն է, որը պաշտպանվածության ու այդ ապահով իրականության տվողն է։ Եկեք բան չանենք, էլի, չաղավաղենք։ Մյուս տարբերակում դուք հանգիստ դնում եք սահմանը, ասում եք հիմա պիտի հավաքես, հասկանում եմ, չէ՞, ասում սպասում եք մի քիչ հիսերան, ասում է ինքը իր ձեռքով չուզելով հանում է այդ կոնֆետները շարում է իր տեղը, գնում եք տուն հաջորդ անգամ 2 օր հետո գնում եք խանութ, ասում եմ մամ գամ, ասում ես չէ։ Չես կարող Դուք ոչ մի գաջետից էլ չեք փոխելու իրեն այդ օրը գաջետից զրկելով, տատիկի տուն չտանելով, բակ չթողնելով, կանֆետ չառնելով, չէ դու չես կարող գալ խանութ։ Ինչու դու շատ լավ գիտես ինչու, որ անցել անգամ ինձ նենց պահեցի, հա։ Այս սա արարքի հետևանքի պատասխանատվությունը իր վրա դնել։ Չի աշխատելու պատիժը,
Նախապես ասում եմ։ Կարող եք փորձել։ Եթե պատիժը աշխատեր, մենք որպես հոգեբան կքարոզեինք պատիժը։ Հասկացեք, 2 անգամ, բամ 7 անգամ պատժում ես, մի անգամ էլ աղոթում ու ամեն ինչ դասում։ Չի աշխատում, թե չեք ասենք, դրա համար փորձում ենք թեմա էլ ունենք այլ ընտրանքներ պատժին, գոյություն ունեն շատ այլ ընտրանքներ պատժին, որ դու պայմանավորվես։ Հիշեք բանակցելը, պայմանավորվել։ Իրեն հրավիրեք որոշում կայացնելու process-ի մեջ։ Այն որոշումը, որ իրեն է վերաբերելու։ Իրեն հրավիրեք եւ մի բան էլ երբեք փորձեք երբեք դասերը չանել երեխաների փոխարեն ոչ մի տարիքում։ Եթե կանեք, ուրեմն պատրաստ եղեք, որ 12 տարի անելու եք։ Ու վերջում միշտ դժբախտ եք ձեզ գալու, որտեղ ինքը երբեք չի լինելու հեշտ process կամ դուք չեք ստանալու վերջում վունդերկին։ Ես տեսնում եմ ծնողական չաթերում այդ ծնողների ահռելի ջանքերը 2 օր առաջ զանգել է ծնող, աղջկանիցս ճշտում է տղան հիվանդ չի եկել, մի շրջան ճշտում էր դասերը։ Ինչ ասեմ, մոտ 15 րոպե իմ աղջիկը համբերատար բոլոր առարկաների, բոլոր մանրամասները ու մայրը այդքան հոգացությամբ ժամերով իսկ այս ինչ բան անցել եք, իսկ սա պատասխանեցիք, հա լավ, սա գիտի, ուրեմն սա կպարապենք, մի քիչ սա կկրկնի։ Ու ես լսում էի կողքից, շատ հուզիչ էր այդ ամեն ինչը մի կողմից, մյուս կողմից ես հասկացա, որ այդ մայրը ապրում է երեխայի ուսումնական կյանքով եւ երեխայի փոխարեն է ապրում այդ կյանքը։ Հա երեխան կստանա այդ ինները։ Ունեն դրանք պետք։ Դերևս մենք փորձներում այդ մայրերը ավելի ողջունելի են, քան օրինակ իմ բացիկորեն մայրերը։ Ողջունելի են թե չէ, ինձ նախանձում են։ Ես ամեն օր ձայներ եմ ստանում, ոչ մի օր, որ ինձ հարցնում են ինչ է։ Այած ուսուցիչ է։ Մայրերը իրար հարցնում են ինչ են հանձնարարել, իրանք իրար ասում են, ինձ հարցնում են, ես ասում եմ, չգիտեմ, Սոֆին գատուն, խնդրեմ, պատասխանում, բայց համենայն դեպս օրինակ եթե երեխան տգեղ ա գրել, ինձ անձամբ էլ իր ասել, դա ուսուցչին մի կողմ, ձեզ համար խնդիր է երեխայի տգեղ ձեռագիր։ Չէ, ինձ համար խնդիր չի, բայց այս դեպքում երեխան նկատողություն է ստանում ամբողջ դասարանի։ Ասեք, բայց ձևը տենց է համբերի մի 2 տարուց ոչ մեկ ուշադրություն չի տա։ Դուք իրեն օգնեք, իրեն տվեք այդ ռեսուրսը, որ թեթև տանի, երբ բոլորը ծաղրում են իր ձեռագիրը, որտեղ ինքը տպելու է վերջում այստեղ։ Չանեմ, ասում եմ, բոլոր տաղանդավոր։ Ստեղը չէ, ստեղ ես եմ տպում, ինքը այստեղ է տպում։ Ի նկատի ունեմ դուք իրեն ռեսուրս տվեք այդ ծաղրին, այդ բան ուսուցչի նկատողությանը, դες Աստծո օրը պայքարում եմ ու մեծ առաջընթաց ունեմ 2 երեխաներից հետ էլ, որ թվանշանը ինձ համար էական չի։ Իրականում էական է, մի քիչ խափում եմ, նենց եմ ուզում սախորի գանասին 9 եմ ստացել, 10 եմ ստացել, բայց իրենց դա չեմ փոխանցում։ Իսկ երբ մայրերը իրար են ուտում նրա համար թե ինչու կամ ուսուցչին են չուց լինի, չգիտեմ, պատին դեմ տալիս, թե ինչու իմ երեխային չեք դրել, 10 իսկ մյուսին դրել է։ Չգիտեմ, ձեր համար որն է լավ, դա էլ անում եք։ Ձեր տանը որն է ընդունել, ինչը առողջ է ձեզ համար ու ձեր ընտանիքին, դա էլ փոխանցում եք երեխային, բալ օքեյ։ Բայց պիտի դիմանաս, հա, մի քիչ ջանա, որովհետև այս փուլում դա կարևոր է։ 2 տարի հետո կարևոր չի լինի կթեթևանա կյանքդ։ Իսկ մայրերի ներգրավվածություն կներեք, իսկ մայրերի ներգրավվածությունը դա կախված է քո դիմաց ինչ տեսակի երեխա է։ Օրինակ հիմա իմ տանը ես 2 տղա ունեմ, առաջինը միջև 7-րդ դասարան ես իր կողքը նստել եմ ինքը գերազանց պատվոգրերով ավարտել են 7 տարիներ ու հետո ես աշխատեցի իրան միանգամից բաց թողեցի ու միանգամից այդ անկումը մենք զգացինք, բայց հիմա հետ եմ նայում փոքրս ինքնուրույն ասում եմ մամ ջան դու ինձ խանգարում ես առաջի դասարանը, ասում որ դու նստում ես իմ կողքը ես լարվում եմ, դու գնա, ես գեղեցիկ կգրեմ ու ինքը անում է, բայց իմ մեծ տղան թողնում էի, ես միջև երեկո ինքը ժամանակը հետ տալու, տեսնել ինչ կաներ ինքը հետո դու 3 օր իրան ուղարկեիք լրիվ անպատրաստ։ Ահա պատրաստ առումով չգիտեմ, բայց ինքը ժամերով կնստեր ու չէր անի։ Ցավոտ, իրան ուղարկել դպրոց անպատրաստ, դա ձեր պատվի հարցն էր նաև։ Ու դա նորմալ է։ Դա նորմալ է, ես չեմ ուզում իմ երեխան դասանում միչակ լինի։ Ես միչակությունից ուղղակի զարզանդում եմ։ Բայց եթե դա Հա, ես Եկեք ծույլ։ Գիտեք, շատ կարևոր է այդ չափը հասկանալ։ Շատ կարևոր է հատկապես ուսումնական process-ում երեխային տենց գեր ջղաձգված չդարձնել ամեն հարցում, ասել ոչինչ, երբեմն էլ հենց ուղակի աչք փակել։ Իրան թող մեկ ուրախանան, որ ձեզ խաբել են կիսապատրաստ դասի են գնացել։ Չի կարելի անընդհատ խեղդել, էլի, հա, բայց ամեն մեկը կդառնային, հիշեք, որ իրենք իրենց մեջ կրում են 400 տեսակի
հոգեբանական առանձնահատկություն ձեր եւ ձեր ամուսնու ամբողջ Գերդաստանի առանձնահատկությունները վերցրած։ Դա օգնում է այդ գիտակցությունը։ Կան ուրիշ հարցեր։ Ընտրեմ։ Իմ հարցը ավելի սենց գլոբալ պետական քաղաքականության տեսանկյունից է։ Ես կուզեի հասկանամ, կա ինչ-որ վիճակագրություն կամ ուսումնասիրություն ծնողավորությունը ինչպես է ազդում դեմոգրաֆիկական պատկերի վրա, օրինակի համար, չգիտեմ, ծնելիության, ամուսնությունների մասին մի քիչ ասեցիք, չգիտեմ, դա արտագաղթ եւ այլն, այդ հարցերին ոնց է էլի անդրադառնում։ Իմ իմանալով ծնողավարությունը ընդհանրապես չի ուսումնասիրվում հիմա։ ԵՊՀ-ում լրիվ նոր ու ոչ մեր մասնագետների, ոչ առանց մեր մասնագետների ջանքերի բացվել է ծնողավարության առանձին մագիստրոսական ծրագիր։ Ծնողավարության ազդեցությունը դեմոգրաֆիայի վրա հաստատ ուսումնասիրված չի։ Ես կարող եմ բերել տխուր ուսումնասիրություն 2016 թվականից, երբ մոտավորապես 40% երեխաների բռնության են ենթարկվում Հայաստանում կամ հոգեբանական կամ ֆիզիկական, որտեղ ուզում եմ հասկանանք, որ երբ ասում ենք բռնություն, դա ծեծը չի, դա պատժելն է, հետդ չեմ խոսա օրերով չխոսելն է, դա ծաղրելն է երեխային, հա, ահա դու քեզանից ծակ պրոֆեսոր էս եկավ մի բան ասեց։ Ամեն տեսակ հոգեբանական ճնշում նույնպես համարվում է բռնություն, բայց ավելի շատ խոսքը հենց ֆիզիկական բռնության մասին էր, ըստ որում անկախ նրանից տղա է թե աղջիկ, այնտեղ շատ փոքր տոկոսների տարբերություն, 44 տղա, աղջիկ 46% տղաներն են, որ ենթարկվում են բռնության, խոսքը 4-ից 12 տարեկանների մասին է, ահռելի հետազոտություններ արված, ըստ որում մարզերով։ Ես զուտ մեր փորձից կարող եմ ասել, որ ծնողավարության թեման դա այն ինչ մենք ենք անում արդեն 6 տարի բոլոր մարզերում տասնյակ արդեն հազարավոր ծնողների դա կաթիլ է Օվկիանոսում, որովհետև դժվար է փոխել մարդու պատկերացումը, խոսում ես, բացատրում ես, պատմում ես, գրագետել ծնողներ են նստած, ասում է, տեսեք, դուք ասում եք մի պատրեք, բայց կյանքում ինձ ծնողս մեկ անգամ պատրել է եւ ես միջև հիմա դա հիշում եմ եւ դա արտակարգ աշխատել է, ես էլ երբեք դա չեմ արել, փոքր էր եղել, ինչ որ չգիտեմ ինչ էր արել, մայրը չգիտեմ ինչով ոտքերին շատ ուժեղ հարվածել էր, ինքը այլևս բոբիկ, չգիտեմ ինչ չէր արել, էական չի։ Ինքը ասում է շատ լավ աշխատել է ու ես դες հետ համաձայն չեմ, իսկ ես իմ ինչով խփել 6 տարեկան երեխայի ոտքերին այն աշճան, որ այդ ողբը լիներ կատալիզատոր, որ կամ չեմ ստիմուլ, որ ինքը այլևս դա չանի, դա որևէ կերպ չի տեղավորվում գիտակցված ծնողավարության մեջ, որը մենք փորձում ենք քարոզել։ Ինչքանով ա մեզ ստացվում, չեմ կարող ասել, վստահ եմ, որ ստացվում է, որովհետև համայնքը միայն ընդլայնվում է, վստահ եմ, որ ստացվում է, որովհետև մինչև հիմա կանգ ու միայն զարգանում ենք, բայց ծնողավարությունը ինքնին ընդհանրապես ուսումնասիրված չի, թեման դարձել է պոպուլար, բայց ինչպես եւ ասեց ծնողներից մեկը շատ խոտան կա, հա, եթե դուք 5 տարի առաջ ուղղակի PSY, այսինքն psychologist բառի առաջին 3 տառը Instagram-ի հայկական Instagram-ի իրականության մեջ խփեիք 3 հոգի կբերեր, հիմա 300 հոգի է բերում։ Նրանց կեսը ընդհանրապես աղերս չունեն հոգեբանության հոգեբանների հետ։ Մյուս կեսը կարող են եւ շատ լավ մասնագետներ լինել, որոնց հաստատ արժի դիմել։ Չեմ կարող ասել դեմ։ Ես մի բան գիտեմ, մարզերում եւ գյուղերում միշտ ավելի շատ երեխային ունենում ամբողջ աշխարհում, քան քաղաքներում։ Դրա հաշվին էլ մի ձև սենց յոլ են տանում։ Մեկ էլ Հայաստանում 1 ու 2 է ընդամենը կոեֆիցիենտը 1 այո մահին 1 ու 2 ծնունդ է գալիս, այսինքն մեր ծնելիությունը 1 ու 2 է։ Դա ոչ թե ցածր է, դա կատաստրոֆիկ ցածր։ Դա այնքան ցածր է, որ մենք ուրիշ ոչինչ չմենք ուտի բացեինք դեմոգրաֆիայի նախարարություն եւ ուրիշ ոչինչով չզբաղվեինք, բացի դրանից։ Զուտ որ պատկերացնեք 2.5 են մեր թշնամի երկրներում ու շատ հաճախ մուսուլման արաբական երկրներում էլի 1-ին 2.5 դուք պատկերացնում եք, մենք 1.2 Այս պահին դա է վիճակագրություն։ Բայց Արմստադը լավ կայք է, մեկ փորեք ինչ որ բաներ դուրս է գալիս հետաքրքիր։ Շնորհակալ եմ։ Եթե հարցեր չկան, ես ասեք։ Շատ շնորհակալություն Աննա ջան, ինչպես միշտ շատ հետաքրքիր էր։ Մի հատ sense հարց, շատ հարազատ մոտիկ մարդիկ են, ընտանիքա 3-4 անչափահաս երեխա ունեն, կողքից նայում տեսնում ես, որ իրենք շատ անադեկվատ են երեխաներին վերաբերվում, իրենք կայացած բան դետեղանված են, հասկանալի ամեն ինչ ազդել է մարդկանց վրա, ոնց կարելի է այդ պատխոդը գտնել ու իրենք բացարձակապես չեն ընդունում, որ իրենք սխալ են։
ասենք եւ ֆիզիկական բռնություն կա երեխաների հանդեպ եւ զգում ես որ արդեն հոգեբանորեն ունեք սոցաշխատող ով մուտք ունի այդ ընտանիք, չեմ հոգեբան ով մուտք ունի։ Չէ, իրենք ինձ թվում է իրենք դաժե չեն էլ ընդունում իրենց մոտ եթե խոսած իրենք այն ընտանիքներից են որ ինչ հոգեբան ինչ բան։ Որտեվ ես էլ շատ արցախցի ընտանիքներ գիտեմ, որոնց մոտ ռեգուլար ծեծ կա երեխաների, այս իրավիճակից ելնելով հավանաբար, ոչ թե մեղադրանքով եմ ասում, այլ ուզում հասկանալ ոնց կարող ենք օգնել։ Սովորաբար առաջին օգնությունը դա սոցաշխատողն է, որը մտնում է այդ ընտանիք, որը տարբեր սոցիալական ծրագրերով մուտք ու բան ունի, վստահություն ունի այդ ընտանիքում։ Երկրորդ ինչ ուզում եի ասել, դուք ոչինչ չեք կարող անել դրսից։ Դուք կարող եք սուրճ խմելիս մոր հետ փորձել ուղակի մորը լսել, բայց ինչ կարող եք դուք անել իրականում, դա մորը օգնելն է։ Դա ծնողներին օգնելն է։ Ծնողներին ցույց տալն է, որ իրենց վիճակը, իրենց հոգեվիճակը բավարար լավը չի, դրա համար էլ դե ամեն ինչ անդրադառնում է երեխաների վրա։ Այ դա կարող եք խնդրել, հորդորել, փորձել օգնել, բայց իրենց փոխարեն իրենց կյանքը չեք կարող ապրել։ Ոչ մի պարագայում չի աշխատում հոգեբանի մոտ զորով ինչ որ մեկին տանելը։ Սա իմացեք, դուք չեք կարող համոզել ձեր մորը, եղբորը, քրոջը, երեխային, ոչ մեկին, ու երեխայի նկատի ունեմ արդեն չափահասին ամեն դեպքում, չեք կարող համոզել, դա չի աշխատի, ինքը հանուն ձեզ երկու հատ կգնա ու կասի տեսար որ չօգնեց, հա։ Պիտի գիտակցությամբ գիտակցված դրան գա։ Այդ մարդկանց, այդ ծնողներին պետքա օգնել։ Իրանք շատ կարիք ունեն օգնություն ստանալու, երբ որ իրենք ստանան այդ օգնությունը, իրենք բավարար կայուն, ամուր, ինչ որ ռեսուրսով լինեն, որպեսզի չծեծեն իրենց երեխաներին ու ընդունեն adekvat ինչ որ կառուցողական թեկուզ չասեմ քննադատություն, բայց գոնե հուշումներ, այդ ժամանակ գուցե այդ տան ինչ որ բան կփոխվի։ Շատ բան չեք կարող անել ցավոք, քան օգնելու հենց ծնողներին։ Երեխաներին ցավոք չեր կա։ Մենք ինչի ենք անում ծնողի դպրոց, որտեղ մենք հասանելիություն չունենք ձեր երեխաների, բոլոր երեխաների։ Մենք կարող ենք աշխատել միայն ձեր հետ, այսինքն մեր իրական նպատակը երեխաներն են, բայց մենք աշխատում ենք ծնողների հետ։ Կողքը լինել ու մաքսիմալ փորձել ծնողին օգնել։ Ու նաև աստիճ եթե ժամանակ մնա, հոր դերի մասին կխոսեք։ Հոր դերը։ Նույնիսկ մի հատ արմեն, որովհետև կապում այդ թեմային նաև մենք շատ ենք խոսում ընտանեկան մոդելի մասին։ Այսօրվա մեր իրականության մեջ էլի ձեր դիտարկմամբ, որը պետքա լինի այդ առողջ ընտանեկան մոդելը, թե ծնողի, թե երեխայի տեսանկյունից։ Ես պետքա բառից շատ եմ վախենում, չեմ կարող ասել որն է պետք։ Ես կարող եմ ասել ինձ համար անձամբ ու հոգեբանության տեսանկյունից ինչ անշնակում առողջ ընտանիք, դրանք առողջ փոխհարաբերություն են։ Ցանկացած բարեկամ, կա երեխա, չկա երեխա, մայրու, ասենք ես իմ մոր հետ, թե ես իմ ամուսնու հետ, թե ես իմ գործընկերոջ հետ, ես կառուցում եմ փոխհարաբերություն։ Այ ինչքան այդ փոխհարաբերությունները առողջ են, այնքան լավ։ Ինչ անշանակում առողջ։ Նույնը երեխաների վերաբերյալ է ամբողջությամբ կիրառել է ծնող երեխա փոխհարաբերություն։ Երբ մենք առնվազն գիտենք իրար լսել, ընդունել որոշակի քննադատություն, որը ցավոտ է, դժվար է, հեշտ չի, բայց եթե այդ քննադատողը գոնե գիտի ինչ անշանակում կառուցողական քննադատություն մի քիչ այդպես է սոուսի տակ, խոսել, ունենալ տարածք հնարավորություն, թույլտվություն խոսելու, արտահայտվելու, երբ ես գիտեմ այն հուզական գրագիտություն շատ եք լսել վստահ եմ, որ այնքան եք լսել եւ հոգնել եք այս վերջի 15 տարին, չէ, հուզական գրագիտությունից, այդ էմոցիոնալ ինտելեկտից, դա երբ ես գիտեմ ինչ եմ զգում ու ապահով է ինձ այստեղ արտահայտել այդ զգացածը, արդյունավետ ձևերով, պրիմիտիվ բան, հա, օրինակ ես բարկացած եմ, զայրացած եմ ու ինձ կարա հանգստացնի, չգիտեմ, մի գավաթ սուրճը։ Ոչ թե գնամ ու սկսեմ անմիջապես կողակցիս հետ կռիվ անել, որովհետև ես բարկացած եմ։ Կամ մինչև 10 հաշվեմ, խորը շունչ քաշեմ, վերև նայեմ, կամ սենյակից դուրս գամ, չեմ 1000 ու մի հնարք կա, ինչ կարող եմ անել, երբ ես բարկացած եմ, ոչ գնամ ու տամ։ Լինի դա ինչ որ մեծահասակ կամ երեխա։ Այ ինձ համար ընտանիքի մոդելը դա բոլոր խնդիրներով հանդերձ, որոնք անխուսափելիորեն լինելու են, չկա միֆա, չհավատակ, ոչ մի սիրուն պատկերների, որ դուք կողքից տեսնում եք հաճախ, հա, այո, լինում են նաև այդպիսի բացառություններ, որ իսկապես շատ հարթ իդեալական ընտանիք նայում ենք, հիանում ենք, բայց բոլոր խնդիրներով հանդերձ կա տարածք խոսելու, կա ապահովություն, որ ինձ կլսեն, կա ապահովություն, որ ինձ կընդունեն իմ ամենափշոտ պահերին, երբ ես հեջ ընդունելու չեմ, հատկապես երեխաների դեպքում, հա, առողջ փոխհարաբերությունները ծնող երեխային է, որ երբ երեխան
ամենաանտանելի պահին է, մենք ոչ թե իրեն մերժում ենք, ասում ենք դու վատն ես։ Այ ես քեզ չեմ սիրի, եթե դու քեզ sense, բայց սրանք դաժանագույն արտահայտություններ են, էլի, այդ 5 տարեկան 4-3 կծիկի, որ ինքն է չի հասկանում, ինչ ազգում, ինչի ազգում, էս ինչ արեց, խիաճվում, սովորաբար։ Այ դուք իրեն հենց այտենց փշոտ վիճակում, զգուշ գտնում եք, սկզբում կողքն եք նստում, հետո մի քիչ գրկում եք, հետո ինքը մի լավ լացում է, դու փափկում եք, վերջում ժպտում, արդյունքներս եք իրար պաչիկ-պուչիկ եք անում, մի քիչ էլ վերլուծում եք, կամ հիմա կամ հետո, եթե ինքը պատրաստ չէ։ Այդ ամեն ինչը մերժված չի ոչ մեկ, մերժված չեն ոչ մի հույս մերժված չի խոսելու իրավունքս, լսված լինելու իրավունքս, մնացածը լուծելի է։ Այնպես որ դա է հիմնական գաղտնիք։ Մի հարց Եվ հայրերի մասին։ Հայրերի մասին։ Շնորհակալ եմ։ Նախ քննելի է այն, որ երեխային պետք են երկու ծնողներ լիարժեք ինքն իրեն ճանաչելու եւ մարդկությանն ու աշխարհը ճանաչելու համար։ Չկա մի ծնողը, այնտեղ ինչ որ բան կիսատ է։ Երբ որ չկա, չեմ ասում, ամուսնալուծված են, մահացած է ծնողը, չի մասնակցում, չկա, ինք ունի մի մոդել, մի օրինակ մոր օրինակ։ Կամ եթե չկան մայրն ու հայրը, շատ երեխաներ հաճախ մեծանում են տատիկ-պապիկի մոտ, չգիտեմ, կա տատիկի կերպար, չկա պապիկը, կամ չկան ծնողները, կան միայն տատիկ-պապիկը։ Լիարժեքության համար պետք է լիարժեք երկու ծնողի օրինակ, երկու ծնողի մոդել։ Աղջիկա համար, աղջիկ երեխայի համար հայրը դա իր եսի նկատմամբ սիրո հիմքերն են, որ կարա միայն հայրը դնի։ Մայրն էլ իհարկե, բայց այն, որ ասում են հայրերը պիտի աղջիկներին երես տան, դա մի քիչ ուռճացված բան է, բայց իրականում հայրն է, որ ասում է արևս դու սիրված ես, դու բավականաչափ լավն ես, գեր ես, կոլոտ ես, չգիտեմ, նիհար ես, բոյովիկ ես, ինչ ես, դու բավականաչափ լավն ես, ես քեզ այդպիսինն էլ սիրում եմ, ինչպիսին դու կաս, ու դու սիրի քեզ այդպիսին, ինչպիսին դու կաս։ Աղջկա համար հայրը այն կերպարն է, ում օրինակով աղջիկը կընտրի կամ չի ընտրի իր ապագա կողակցին։ Շատ հաճախ ունենալով ոչ առողջ հարաբերություններ հոր հետ, աղջիկները գնում ընտրում են ճիշտ հակառակը, բայց ցավոք ճիշտ հակառակ որոշումները կյանքում բոլոր առումներով չեն նշանակում գիտակցված որոշումներ։ Եթե ինձ ծեծել են փոքր ժամանակ եւ ես կյանքում մատով չեմ կպնի իմ երեխային, դա չեղավ գիտակցված ծնողավարություն։ Գիտակցված ծնողավարությունը ենթադրում է, որ կարող է 12 տարվա մեջ մի անգամ չհամբերեմ ու ձեռքս երեխայիս վրա բարձրացնեմ, բայց ինչ եմ ես անում դրանից հետո, միայն դա է ինձ տարբերելու գիտակցված ծնող լինել, չլինելու այդ բանում, հա, անջրպետում։ Եվ այ կողակցին ընտրելու հարցում, հա, այսինքն ինչքանով եմ ես լավը, դա հայրն է սովորաբար տալիս աղջիկներին, եւ ում եմ ես ընտրելու ու ումից եմ ես միշտ փախնելու, որովհետեւ դա նորմա չի, ես ուրիշ նորմա եմ տեսել, այս սա նորմա չի, դա նույնպես տալիս է հայրը։ Տղաների դեպքում հայրը սահմաններն են, կանոններն են, առողջ սահմաններն ու առողջ կանոններն են, բանակցված սահմաններն ու կանոններն են, ոչ թե վերևից ներքև ինչ որ փայտով իջեցված, էլի։ Եվ իհարկե մեծ հասակում այդ բանը ընկերը, մարդ ում հետ կարող է քննարկել, խոսել։ Բայց կամ մի ուրիշ շատ կարևոր դեր պապաների, ընդհանրապես ծնողի, դա նախ դե գիտեք 3-ը շատ եք լսել այդ կրիզիսային տարիք 3 բան, նախ մի վախեցեք, չկա տենց, ոչ մի վախենալու բան դրա մեջ չկա, 3-ը եսի կայացման տարիք է, ես հանկարծ երեխան հասկանում է, որ ինքը աշխարհից ծնողներից անջատ մեկն է, մինչ այդ իրենք ձուլված են, ինքը ծնողները աշխարհը մի հատ իրենք առանց իրար գոյություն չունեն, ինքը չի ընկալում, հա, իրեն առանց այդ ամենի։ Մի հատ դետեղ է հասկանում ինքը ով է, եւ 3-ից 6-ի շրջանում սովորաբար հիմա մի քիչ աքսելերացիան շատ է, մի քիչ էս կողմենկոմ կարող եք տանել դեպի ներքև ավելի շատ։ 5-6 տարեկանում էլ սեռի ձևավորման ամենակրիտիկական տարիքն է։ Եվ եթե երեխայի կյանքում կան միայն կանայք, իսկ ինքը տղա է, մենք հետո չպիտի զարմանանք շատ բաներից, որ զարմանում ու զայրանում ենք։ Եթե ուզում եք փնտրում եք ճիշտ պահը, թե երբ պիտի աղջիկը շփվի մոր հետ, իսկ ու կառուցի առողջ հարաբերություններ մոր հետ, իսկ տղան հոր հետ, դա 6 տարեկան։ Նաեւ 5-ից 7, այսպես sense մի քիչ բան լայն վերցնեմ։ Այ այդ դեպքում սեռի իդենտիֆիկացիայի խնդիր պիտի որ երեխան չունենա։ Իսկ երբ մեր հայ տղաները մեծանում են մոր տատիկների, մորաքույր հորաքույրների եւ դայակների կրծքերի մեջ, մինչեւ
լավ իմաստով էլի, այդ գուրգուրանքի այդ սիրո այդ ամիջը ու չկա հայրը, որ իր հետ տանի, չեմ ասում, տանի ձկնորսության, տանի կրակելու, տանի մեքենա սարքելու, չէ, ուղակի տանի։ Ժամանակ չունի, օքեյ, ոչի, գնում է բանակցությունների կարևոր, թող տղային հետ վերցնի։ Թող տղան ձանձրանա մի քանի ասի, չես կամ շապապանից տանում են բանակցություններին կամ հանդիպմանը կամ շուկայի առևտուրն անելու։ Անց տվեք հերթով, հագցրեք, ուղարկեք 6 տարեկանից, մինչև 6, հա, 5-ից սկսած, դա անչափ կարևոր չէ։ Լավ տարբերակ չէ հարցնել ինքը ինչքան ինֆորմացիա ունի դրա։ Առաջի հարցը հիմնարարը, իրոք։ Մենք սկսում ենք բան նոյից ու գալիս գնում հասնում ենք, չգիտեմ, 20-ին որերորդ դար, թե ինչից ինչա գալիս, իրանց դա պետք չի։ Իր առաջինը հարցնում եք, ինչ դու գիտես դրա մասին, երկրորդը ինչ տարիքին զգանակցությանը համապատասխան տալիս եք այդ ինֆորմացիան, դա կարա լինեն թուք մահվան մասին հարցեր։ Ուրա տատիկը մահացել է, ինչ նշանակում մահը։ Չէ, այսինքն ցանկացած հարց, այնքան եք տա, ինչ դու գիտես դրա մասին ու տալիս եք ու երրորդը կանգնում եք այդտեղ։ Հարցը տվեց, պատասխանեցեք, սպասում եք։ Նորից հարց տվեք, նորից եք պատասխանում եք։ Բայց այն, որ չպիտի լինի տանը արգելված թեմա, դա հիմնարար արժեք է, որ կուզեմ երեխաների հետ ձեր հարաբերություններում ներդնեք։ Հեշտ չի, Google вам в помощь, Google-ը ձեզ կօգնի, ինչ որ գրքեր կան արտակարգ։ Եթե մենք չգիտենք, ես օրինակ միշտ ասում եմ, իրա տարեկից ելնելով, օրինակ ասել եմ, ես 10 տարեկան տղայի մամա առաջի անգամ եմ օգնիր, որ քո համար լավ մամա լինեմ։ Դու էլ ինձ ուղղորդիր։ Լավ մաման էլ մի քիչ պիտակային ցնչում, օգնիր, որ դու բավարարված լինես իմ պատասխանից։ Արի միասին հետազոտենք, գիտեմ շատ է, արի գնանք, մամ ինչա բրեկետ, ասում են պիտի ես բրեկետ դնեմ, այդ ինչ, արի գնանք մի հատ, չգիտեմ, այս ինչ ծյոծային հարցնենք, ինքը ատամնաբուժ է, մեզ կբացի։ Ապեքսյաց նորակալ ենք